Հակոբ Սիմիցյան, Սիսակ Գաբրելյան, Մխիթար Հայրապետյան, այս ցանկին Կարմեն Մելիքբեկյան անունը։ Նոան ակադեմիան էր բացում իր եւ Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի հետ ոչ մի ներկայացուցիչ չկար։ Դուք հրավեր չեք ունեցել։ Եթե Նոան չի ուզում ինձ տեսնել իր ակադեմիայի բացմանը, դա Նոայի խնդիրն է։ Ազգային ստադիոնը կլինի եւ կլինի այդ ցանկում, բայց չկա։ Ճիշտ է, Նշանակում մենք չենք ունենալու ազգային ստադիոն։ Ջևան Չելյանցն ասում էր, ես կասկածում եմ, որ կանցկացվի այդ առաջնությունը Հայաստանում, որովհետև ստաճա, որ ստադիոնները կհասցնեն կառուցել։ Կա նման վտանգ։ Ինչու պետք է Ուրարտուի ստադիոնը պետական փողերով կառուցվի։ Նա պետք է պաշտոնավարել մինչև դեկտեմբեր, այդպես էր ասել եւ չէր առաջադրվելու։ Որոշեց հիմա գնալ։ Ինչու։ Անակնկալ էր, որ Արմեն Նիկոլոսյանի հրաժարականի պահանջ կա։ Մուսային Մակեդոնիայի հետ խաղացած դա դուք մոտեցել եւ ասել եք, որ նա հեռացված է առանց հաջող անելու։ Հիմա որ հետ եք նայում ճիշտ որոշում էր։ Այդ բանը ես կարծում եմ։ Չէ, հիմա որ նայում եք ճիշտ որոշում էր։ Պարոն Մելիքբեկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Մենք վերջին անգամ նախորդ տարվա ավարտին խոսեցինք, բայց այս ընթացքում շատ բաներ փոխվեցին եւ կարծում եմ անդրադառնալ պետք է։ Ճիշտ է, շատերին հետաքրքրող թեմաներից գլխավորը երևի թե Արմեն Նիկոլոսյանի հրաժարականի տեքստներ, բայց ես առաջարկում եմ սկսել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունից, որովհետև դա այս պահին գոնե ֆուտբոլային առումով ավելի կարևոր է։ Տվեցին հնարավորություն Հայաստանին եւ Վրաստանին անցկացնելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, դուք մինչև վերջին պահ հավատում եք, որ կլինի թե կասկածներ կային։ Շատ հետաքրքիր ձևակերպում արեցիք, բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձևակերպում իրոք հետաքրքիր էր, որովհետև ինչ է նշանակում հավատում եք թե չեք հավատում։ Հնարավոր է ինչ-որ պահի որ հասկանայիք, որ երկար ուզիկ ամիսներ աշխատում էինք, մենք գիտեինք, որ մրցակիցներ կան, մենք չգիտեինք ովքեր են մրցակիցները, որովհետև բնականաբար FIFA-ն այդ առումով մրցակիցներ առավելություն ունեն, որովհետև մենք հայտարարել ենք այդ մասին։ Ընդհանրապես գաղափար չունենք, բացարձակ։ Հետո իհարկե իմացանք, եւ մրցակիցները շատ էին, մեկ մրցակից չէր, ցանկացողները շատ էին, բայց փաստն այն է, որ այդ որոշումը կայացվեց երկարատև աշխատանքի շնորհիվ, որովհետեւ գիտեք մենք բազմաթիվ դժվարություններ ունեինք եւ նաեւ ահռելի էր աջակցությունը, պետության աջակցությունը կառավարության, որովհետեւ բոլոր փուլերում այն բոլոր վերահաստատումները, որ Հայաստանը պատրաստ կլինի առաջնությանը եղան ճիշտ ժամանակին եւ արդյունավետ եւ հիմա էլ աշխատանքը արդյունավետ շարունակվում է այդ առումով մենք կունենանք մեր ստադիոնները շատ ակտիվ process է ընթանում եւ կարծում եմ այդ առումով ամեն ինչ լավ կլինի համենայն դեպս այս պահին մենք մի փոքր էլ նախատեսված իմ պատկերացրած գոնե գրաֆիկից առաջ ենք հայտարարեցիք ստադիոնները ստադիոնների անունները քաղաքները որտեղ կայանալու են խաղերը Հայաստանում եւ այդ ստադիոնների ցանկում օրինակ չկա այն ստադիոնը, որը նախատեսված է կառուցել, խոսքը Նոայի ստադիոնի մասին է։ Ինչու օրինակ չկա այդ ստադիոնը։ Առաջին հերթին մենք շատ վաղուց ենք process-ը սկսել եւ Վանաձորի Իջևանի ստադիոնների ընտրությունը շատ པարզ է, որտեղ նրանք գտնվում են սահմանի մոտ եւ այնտեղ կարող են խմբերի, տեղափոխումներ լինել թիմերի եւ Թբիլիսիից շատ հարմար է երկար ճանապարհորդելու համար գալ եւ կայանել այդ քաղաքներում իսկ FIFA-ն այս պահին գոնե մեզանից 3 ստադիոն է պահանջում եւ հաջորդը մյուսը հանրապետական է առնվազն 3 թե 3 է դեռ 3 հնարավոր է այսինքն փոփոխություն լինի այդ փոփոխությունների մասին ես չեմ կարող բազմաթիվ փակցել բացեն որովհետեւ դեռ քննարկումներ են գնում բայց նախնական փուլում FIFA-ն մեզանից պահանջեց 3 ստադիոն եւ երկուսը Վրաստանի սահմանի մոտ մեր ընդհանուր նախագծի մեջ հայ-վրացական այդ հայտի մեջ դա շատ կարևոր կետ էր որ այն թիմերը որ խաղում են Վրաստանում եւ Հայաստանում եւ կարող են տեղափոխվել պետք է շատ արագ ճանապարհորդեն Իջևանի եւ Վանաձորի մասով դերևս པարզ է հասկանալի պատճառաբանություն եւ ընդունելի հանրապետականի մասով որը պետք է փոփոխությունների ենթարկվի այդպես էր հայտարարված որոշակի աշխատանքներ այնտեղ կատարվում բայց էական չեն այդ փոփոխությունները իրենք շատ չեմ կարող ասել կոսմետիկ բայց նաև կոսմետիկ փոփոխություններ պիտի լինեն որովհետև այնտեղ դաշտը պատրաստ է ենթակառուցվածքները պատրաստ են դա ընդունված ստադիոն է UEFA-ի կողմից որոշակի փոփոխություններ մեզ խնդրել են անել որը մենք կանենք դա տոմսային համակարգին է վերաբերում մի շարք այլ ենթակառուցվածքներին բայց դրանք էական չեն լինել
Այսինքն ուզում եք ասել, երբ պետք է 3 ստադիոնի անուն տայիք FIFA-ին, նոյի նախագիծը հայտնի չէր, թե ուղղակի չէիք քննարկում դա։ Նախնական փուլում էր, բայց մենք ժամկետներ եւ այլն չգիտեինք եւ դեռևս իհարկե կարիք լինել դեպքում մենք կարող ենք շատ այլ բաներ ներառել ծրագրի մեջ, բայց այդ պահին իհարկե դեռևս ինքը շատ հում վիճակում էր, որպեսզի երաշխավորություն տայինք եւ դա մենք քննարկել ենք կառավարության հետ, օրինակ երաշխավորությունները Վանաձորի եւ Իջևանի ստադիոնների մասով մեզ տվել են։ Այսինքն հայտարարել են, Տվել է կառավարությունը երաշխավորություն։ այո, որ այդ ստադիոնները պատրաստ կլինեն այս օրը, հա, լիարժեք պատրաստ կլինեն ինսպեկցիայի համար։ Եվ աշխատանքները, օրինակ նախագծային աշխատանքները Վանաձորի ստադիոնի արդեն ընթանում են, Իջևանի ստադիոնի արդեն հիմա ընթանում են, այնտեղ շատ ավելի process առաջ է։ Ես իհարկե դա իմ պատասխանատվության ոլորտը չի լիարժեք, մենք աջակցող խորհրդատու մարմին ենք, որ աշխատում է կառավարության հետ, բայց ես կարող եմ նաև ասել, որ 27 թվականի սկզբին շինարարությունը պետք է որ մեկնարկի։ Նորմալ Բեկյան, երբ այս հայտի մասին խոսվեց, հա, բաց ձեր եւ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից, նաեւ դրանից առաջ էլ կային խոսակցություններ, որ ազգային ստադիոնը կլինի եւ կլինի այդ ցանկում ստադիոնների, որտեղ պետք է լինեն խաղերը, բայց չկա։ Ճիշտ է, Նշանակում ենք չենք ունենալ ազգային ստադիոն։ Ես հիմա իհարկե շատ երկար է այս սրույցը ազգային ստադիոն, ես ամեն անգամ դա ասում եմ։ Բայց դա 29 թվականն է։ Իհարկե, ազգային ստադիոնը եւ մեր եւ Վրաստանի ներառված չէ այդ ցանկում, որտեղ Վրաստանն էլ ունի ծրագիր նոր ազգային ստադիոն հա կառուցելու, որովհետեւ դուք գիտեք, որ իրենց ամենամեծ ստադիոնը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չի պատկանում։ Այ մասնավոր Դինամո Թբիլիսի ակումբին է պատկանում։ Իրանք էլ այդ ծրագրերը անում են, բայց երկար քննարկումներից հետո FIFA-ն որոշեց, որ այդ ստադիոնների կարիքը չկա, այդ մեծ ստադիոնների կարիքը չկա։ Դե բայց շատ մեծ չէր լինել, չէ, 35-ից 40 հազար։ Եզրափակիչ ընդունելու համար լավ ստադիոն չէ։ Եզրափակիչ ընդունելու համար շատ լավ ստադիոն կլիներ, բայց այդտեղ էլ հարցեր կար, իսկ ով պիտի ընդունի եզրափակիչը եւ այլն։ Հիմա հստակ է։ Հստակ չէ, բայց նախնական պայմանավորությունն է։ Վրաստանը եզրափակիչը, բացման խաղը Հայաստանը, երրորդ տեղի համար խաղ Հայաստանը եւ մեկական կիսաեզրափակիչ։ Այսինքն մի երկիր ստանում է բացումը երրորդ տեղը եւ մի կիսաեզրափակիչ, մյուսը մի կիսաեզրափակիչ, եզրափակիչ, այդպես է ֆորմատը։ Եվ նախնական քննարկումներ են, դեռ հաստատված չէ, բայց նախնական քննարկումներով այդպես է։ Եվ ազգային ստադիոնի հարցը, այո, ազգային ստադիոնի հարցը անընդհատ դա ոչ մեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցն է, հասկանում եք դա բավական մեծ նախագիծ է եւ անընդհատ մենք քննարկումների մեջ ենք։ Դուք գիտեք, որ ակադեմիական քաղաքի հատվածում այդ ստադիոնի տեղը կա եւ նախագծվելու է։ Մենք շարունակում ենք մեր կողմից քննարկումները ներդրողների հետ եւ մի պահ ինտենսիվացել էին այդ քննարկումները, մի փոքր հանգում են տարբեր հանգամանքների։ Երկուսը շատ չեն եղել։ Սա երկրորդ ներդրողն է, որը իլիարժեք հետաքրքրված է։ Ոչ թե ներդրողների թիվը, այլ ինտենսիվ բանակցությունները։ Այո, եղել են շրջաններ, որոնք այդպես են, բայց այս պահին որոշակի էլի քննարկումներ գնում են, որովհետև բազմաթիվ ասպեկտներ կան, որոնք հեշտ չի ազգային ստադիոնի վերաբերյալ եւ ամեն անգամ մի փոքր ինչ որ առաջընթաց լինում, հետո ներդրողը ինչ որ լրացուցիչ պահանջներ են դնում, հետո այդ պահանջները բավարարում եւ այլն, հա, այս process-ը կա։ Ուզում եմ ասել, այդ հարցը օրակարգում է, բայց առաջնային չէ։ Առաջնային չէ աշխարհի առաջնության համար, բայց մեզ համար առաջնային։ Բայց աշխարհի առաջնության համատեքստում առաջնային չէ, որովհետեւ այո, որոշակիորեն արդեն պայմանավորություններ կան, որ ստադիոններն են լինելու Վրաստանում եւ Վրաստանում։ Որը լինեն փոփոխություններ, թե վերջնական են դրանք։ Ամեն ինչ հնարավոր է, որովհետև հիմա մենք սպասում ենք FIFA-ի հայտ հանձնախմբի այցը Հայաստան եւ FIFA-ի հանձնախմբի այցից հետո մենք նոր կկարողանանք դա որոշել, բայց նախնական քննարկումներն արդեն եղել են անմիջապես ստանալուց հետո եւ մենք խոսել ենք մարդկանց հետ Վանկուվերում եւ հետո on-line խոսել ենք եւ անգամ ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ այդ ծրույցները եղել են ստադիոնների մասով այս պահին մենք դեռևս գնում ենք այս գրաֆիկով հետագան ցույց կտա, որովհետև նաև փոքր փակագից բացեմ, երբ մենք դիմում ենք աշխարհի առաջնությանը, մենք դեռ չգիտեինք իսկ գուցե
Այսինքն FIFA-ն ասում էր, որ այս ֆորմատն է, բայց գուցե գիտեք, անընդհատ շատանում են թիմերի քանակներն են շատացնում տարբեր առաջնություններով եւ այդ զրույցները անընդհատ գնում են։ Այս պահին դրա համար մենք անգամ չենք կարող հստակ խաղերի քանակ իմանալ եւ հիմնականում մտքներումս պահում ենք, որ եթե խաղերի քանակ կմեծանա, նոր կարող ենք քննարկել այլ ստադիոններին ու այս ստադիոնի մյուս ստադիոնների հարցը։ Բայց վերջում վերջին շրջանում արդեն FIFA-ն էլ վերահաստատեց, որ դեռևս ոչ մի նախագիծ ծրագիր չկա մեծացնելու թիմերի քանակը եւ մենք խաղալու ենք 24 թիմով, այդ դեպքում 6 ստադիոնը բավարար է։ Ուրարտուի սեփականատեր Ջևանչելյանցը հարցազրույց էր տվել ակումբին եւ ասում էր ինչ իմաստ ունի կառուցել այդ ստադիոնները, որոնք չեն կարողանալու հետո օգտագործել, նիկարում կա, բայց դե նիկարումը չի կարող այդ ստադիոնի 1/10-ը պայմանական լցնել։ Դա իր խոսքը չէր, ես եմ ասում էր թող օգնի ֆեդերացիան կամ պետությունը մեզ, նոային եւ այլն մեր ստադիոնները, որոնք հետագայում եւս կշահագործվեն, դառնան 29 թվականի աշխարհի առաջին ստադիոններ։ Դա ընդունելի նախ ֆեդերացիան ստադիոններ չի կառուցում, եթե ֆեդերացիան ստադիոններ կառուցեր, ես այդ պատասխանը կտայի, կառուցումը պետությունը եւ դա պետության որոշումն է։ Երկրորդ ես համարում եմ, որ մարզային զարգացման համար դա կարևորագույն նախագիծ է եւ ճիշտ որոշում է, որովհետեւ շատ բարձր օրինակ ցես բերեմ, երբ մենք Արմավիրում վերակառուցում ենք ստադիոնը եւ 21 թվականի, եթե չեմ սխալվում, բացեցինք։ Այնտեղ թիմ չկար, մոտիկ էլ չկար։ Չէ, բայց դա չափսերը լրիվ 3000-անոց ստադիոն էր, հա։ Եվ ամեն դեպքում 3 անգամ փոքր ստադիոն էր, բայց այնտեղ թիմ չկար եւ մոտիկ չկար եւ միտք չկար այնտեղ թիմ ունենալու։ Երբ մենք նույնը անում էինք տարբեր տեղեր, հա, Երևանում մենք վերակառուցեցինք Աբովյանի ստադիոն, այնտեղ թիմ չկար, հիմա բոլորը խաղում են։ Դե դուք նշում եք Երևանին մոտ քաղաքների անուններ։ Ժամանակ նախ Արմավիրը շատ մոտ չէ Երևանին, բայց ամեն դեպքում երկու ավելի մոտ է, քան Վանաձորը, բայց ժամանակ առ ժամանակ մենք պետք է հեռվանանք Երևանից, կառուցենք ենթակառուցվածքներ, որովհետև եթե ենթակառուցվածք չլինի, թիմ չի լինի։ Սկզբից թիմը չի բացվում, շատ քիչ է լինում, որ թիմը բացվում է եւ դա Երևանում է հնարավոր։ Վարձակալենք խաղանք, բայց մարզում դա հնարավոր չէ։ Մարզում եթե ենթակառուցված չլինի, շատ դժվար է թիմը բացել Վանաձորում եւ գալ խաղալ Երևանում ու գնալ Վանաձոր։ Դե բայց ծավալները։ Հիմա ծավալների մասին մենք չենք ակնկալում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր խաղերը 10,000-ը կլցվի։ Բայց եթե մենք ունենանք ստադիոն, եթե այդ ստադիոնը ունենա թիմ, կամաց, քանի որ այդ ստադիոնները ավելի հարմարավետ դա նաև որպես ժամանցի մաս է լինելու քաղաքներում, որտեղ շատ քիչ նման հնարավորություններ կան, եւ դա զարգացման շատ մեծ տրամաբանություն է։ Իսկ արդյոք ինչու պետք է Ուրարտուի ստադիոնը պետական փողերով կառուցվի եւ ոչ թե օրինակ այլ 12 թիմերից մեկի, Նա այլ հարց է, որտեղ Ուրարտուն հող է գնել եւ ասում է Ուրարտուի սեփականատերը սա իմ սեփականությունն է, բայց դա այնտեղ ինչ որ ազգային տարածք ճանաչված հատված կա եւ այլն այդ ստադիոնի հետ կապված։ Ես կներեք ինձ համար այդ բացատրությունները անհայական են։ Նախ մենք չենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չէ գումարը ծախսում։ Դե դուք գլխավոր կառույցն եք ֆուտբոլային միշտ հանդիսանալու բայց մենք չենք կառուցում եւ այդ որոշումը կայացվել է իմ կարծիքով Վանաձորում եւ Իջևանում ստադիոնների կառուցումը կբերի ճիշտ զարգացման դեպքում կբերի մի կետի, որտեղ այնտեղ կխաղան թիմեր, ես ձեզ ավելին ասեմ, տարիների ընթացքում ես կարծում եմ այնտեղ եվրագավաթային հանդիպումներ կացվել եւ վերջը այնտեղ խաղալու է Հայաստանի հավաքականը։ Դա տարին 1 կամ 2 անգամ Հայաստանի մյուս հավաքականները։ Եվ մենք կտեսնենք, որ Հայաստանի 21 տարեկան, մինչև 21 տարեկանների հավաքականական, անձավաքական ազգային հավաքականը որոշ խաղեր այ։ Եվ դա շատ աշխուժացնելու է ֆուտբոլը այնտեղ, օրինակ մենք շատ մեծ տարբերություն ենք ունենք Տավուշի մարզում եւ Իջևանի հատվածում շատ ավելի ակտիվ է, քան վերջի վերջո երկու հատ առաջին լիգայի թիմ կար, հիմա Նիկարեն չկա, Բենտոնիտը կա եւ այլ, բայց հնարավոր չէ, որ Վանաձորում չլինի թիմ, հասկանում եք։ Եվ Վանաձորում, այո, չէ, ես չեմ ասում ընդհանրապես թիմ չի լինելու, բայց այդ թիմը որքանով է կարողանալու այդ ստադիոնը 10-12,000 ստադիոնը շահագործել եւ լավ ճիշտ շահագործել։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես։ Իսկ մի այդ ժամանակ չի մաշի ստադիոն այս։ Չէ, դա պետության ստադիոնն է եւ պատկանել է պետությանը եւ ինչ պայմաններով կհանձնվի որևէ ակումբի որ կայտնվի, բայց ես նաեւ ասեմ, որ մենք այս պահին էլ նույն Վանաձորում խոսում ենք տարբեր, հա, գործընկերների հետ,
հենց թիմի ստեղծման եւ այդ ստադիոնում հետագայում խաղալու եւ մեծ նախագիծ անելու մասին։ Եվ ես կարծում եմ, որ թիմեր կլինեն, զարգացումը չպետք է միայն որ Երևանի մոտ չպետք է միայն լինի Երևանի մոտ, զարգացումը պետք է լինի դա միանշանակ է։ Մենք դա ցույց տվեցինք նաեւ բարձրագույն խմբի օրինակով։ Հիմա դուք գիտեք, որ Սյունիքն է զարգացնում, մասնակցում եւ ոչ միայն մասնակցում, այլ զարգացնում ենթակառուցվածքները իր մոտ։ Հիմա օրինակ Սիսիանի ստադիոնի վերաբերել ենք մենք խոսում, որպեսզի որոշակի փոփոխություններ վերակառուցումներ արվի, որ սկսի խաղալ Սյունիքը Սիսիանի ստադիոնում, ինչեւ կապանում պատրաստ կլինի։ Եվ մենք պետք է սովորենք, որ ֆուտբոլը Երևանից դուրս է։ Դա կարևորագույն նպատակներից է։ Նույնը Վարդենիսում, այո, ասենք 10,000-ից չեն սարքում, 1000 տեղանոց տրիբունա են սարքում Վարդենիսում, բայց դա ժամանակի հարց է։ Եթե Վարդենիսում ես վստահ եմ տրիբունան կառուցելու պես, որ Անդրանիկ Ակումբը շատ լուրջ ներդրում է անում, կկառուցվի եւ կլծվի, Վանացիում էլ կարող է ինչ որ մի բայ 5-6000 մարդ, 5-6000 հանդիսական լծվել։ Եվ մենք խոսում ենք լծնելու ստադիոնների ամենաշատը քանի հանդիսական եք դուք տեսել Հայաստանի առաջնությունում 2000-ից ոչ ավելի լինում են մի փոքր ավել, դա արդեն լավ ցուցանիշ է, հա։ Ես դժգոհ չեմ, որովհետև մարդիկ գալիս են գոնե ֆուտբոլի, բայց ես կարծում եմ Վանաձորը օրինակ, եթե իր թիմը ունենա, կամ Իջևանը պոտենցիալ կա այնտեղ ստադիոնի կեսը լցնելու կամ 40% լցնելու, եւ դա կլինի հիանալի արդյունք։ Հիանալի արդյունք եւ մնացած ժամանակ շատ երկարաժամկետում եք դա տեսնում։ Դե եկեք ոչինչ չանենք։ Չէ, անենք, բայց ինչ անենք։ Երևանում նորից ստադիոն կառուցենք։ Երևանում նորից ստադիոն չկառուցենք, ուղղակի օգտագործենք այն ռեսուրսները, որոնք կային։ Հիմա ասում եք այն ժամանակ հայտնի չէ շատ Հումերն ու այդ ծրագիրը, կամ Ուրարտուն ասում է ես Ստեփանավանում եմ ստադիոն կառուցելու կամ Երևան Ալաշկերտի նախկին դաշտում, բայց ուղղակի այդքան այդ հատվածում, որտեղ լինելու են ստադիոնները, ես անկեղծ չեմ պատկերացնում 1000 մարդուց ավելի ոնց է հնարավոր, եթե մի կողմ ենք դնում Հայաստանի հավաքանի խաղը լցնել ստադիոն, որովհետև իրոք ներդրողները նախ կգնան կհաստեն այնտեղ թե չէ այդ հարցը ուզեն Իջևանում թիմ պահել, որովհետև հարուստ մարդիկ, ովքեր իրենց հաճույքի համար են թիմ պահում, բիզնես նպատակ չեն հետապնդում, Իջևանում կամ պետք է Իջևանցի լինի, որ իր հայրենի հողում, կամ չգիտեմ, դրա համար 12000 ստադիոն ունենալ։ Տրամաբանությունը պետք է կոտրել, որովհետև դա ամեն ինչը ժամանակի հարց է։ Պետք է կոտրել այդ տրամաբանությունը, որ Իջևանում ձեռնտու չէ, լավ չէ, վատ է ապրելու համար, որովհետև ապրելու համար չկա այնտեղ ժամանցային կյանք։ Այ հենց այդ Իջևանի ստադիոնները կարող է դառնալ են կենտրոնը եւ ֆուտբոլը կարող է դառնալ կենտրոնը, որովհետև չգիտեմ, պատկերացնում եք ինչպես է Անգլիայում զարգացել դա, Իսպանիայում, Գերմանիայում։ Անգլիայի տարբերակը մի փոքր այլ է, այնտեղ հիմնական կյանքը ժամանցային կյանքը Լոնդոնում է, մյուս քաղաքները ոնց են մյուս քաղաքներում այդքան թիմեր։ Անգլիական մշակույթը ինչ որ պետք չէ համատել այգական։ Հիմա դրա համար մշակույթը փոխելու հարցել կա եւ ես զարմանում եմ անկեղծ ասացի այս սրույցից, որովհետեւ ես պնդում եմ, որ Վանաձորում Իջևանում պետք է լինեն թիմեր եւ նրանք ժամանակի ընթացքում պետք է լինեն, ոչ պետք է լինեն, այլ ժամանակի ընթացքում մենք աջակցել ենք բազմաթիվ մարզային թիմերի, մենք խոսում ենք Վարդենիսի մասին, պատկերացնում եք։ Իհարկե այդ մարտիկ են նախաձեռնել, բայց մեզ համար դա այնքան կարևոր նախագիծ է, որ հիմա Անդրանիկը եւ Վարդենիսում եւ Սևանի ֆուտբոլի դպրոցը ինքը գործարկում է։ Հասկանում եք, Սևանում ունի եւ Վարդենիսում ունի։ Եվ նման նախագծերին պետք է աջակցի ֆեդերացիան, ես կարծում եմ, որովհետև նպատակը մարզային ֆուտբոլի զարգացումն է առաջնահերթ։ Մենք ամբողջ ֆուտբոլը երկար տարիներ կենտրոնացել ենք Երևանում, երկար տարիներ։ Հիմա մենք դուրս ենք եկել Երևանից։ Մեկը Արմավիրն է, մեկը Չարենցավանն է, Գյումրին միակն է, որ միշտ եղել է, Կապանում չկար, վերականգնվեց Կապանում, հիմա կխաղա բարձրագույն խմբում, կխաղա Սիսիանում, որովհետև դաշտը չկա, բայց դաշտի հարցն էլ պետական ծրագրով լուծվում է եւ մենք ամրագրել ենք, որ խոտածած կկառուցենք եւ այս ամեն ինչը process է, դանդաղ process է, շատ արագ ամեն ինչ չի լինում, բայց հիմա Արարատում թիմ ունենք, հիմա դարձյալ էլի որոշ թիմեր կան, որոնք մարզերում են եւ մարզային ծրագրեր ունեն եւ այս առումով մենք դանդաղ, բայց հաստատուն զարգացման պատկերացում ունենք։ Եկեք որ պարություն չստեղծվի, թե ես ասում եմ չպետք է զարգանա մարզային ֆուտբոլը, ընդհանրապես այսպես ասած պրետենզիան այն է, որ այդ ստադիոնները հետագայում կարող են
չշահագործվել կամ շահագործվել այլ նպատակներով, մշակութային, չգիտեմ, համերգ, ինչ որ ներկայացումներ, ինչ որ ֆեստիվալներ եւ այլն, դա է պրետենզիան, բայց այս բանը ես չեմ կարող ասել, որ վստահաբար այդպես է լինելու, դրա համար ինչ որ պետք է կանգնենք ու սպասենք, չէ, մենք պետք է աշխատանք անենք, եթե կանգնենք սպասենք, ոչինչ չի լինի, մենք պետք է աշխատանք անենք եւ այդ աշխատանքը կանում ենք եւ process-ում ենք, եւ երկրորդը դա քիչ չէ, որ տարեկան 6-7 խաղ, օրինակ, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ տեղափոխվեն եւ խաղան Վանաձորում եւ Իջևանում։ Ինչպես հիմա օրինակ Արմավիրում են կանանց եւ 21-երի հավաքականը խաղում։ Եվ բնականաբար հասկանում եք ավելի շատ դիտողականություն կա, քան Երևանում։ Դա բնական է։ Նույնը Աբովյանում, բայց եթե ավելի հեռացնենք, դա շատ կարեւոր նաև ռազմավարական նշանակություն ունի, որ մյուս թիմերն էլ գան այդ քաղաքներ, արդեն այդ քաղաքներում ավտոմատ կստեղծվեն որոշակի հյուրանոցային ենթակառուցվածքներ, ինչպես աշխարհի առաջնությունից առաջ կստեղծվեն, աշխարհի առաջնության ընդունելը դա ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև ենթակառուցվածքների զարգացման եւ հետագայում ֆուտբոլային կյանքի աջակցելու հարց է, որովհետեւ մենք երևի ասում ենք աշխարհի առաջնությունն անցնում ենք, բայց վատ ենք պատկերացնում, ինչ է նշանակում 12 թիմ ընդունել մեկ ամսվա ընթացքում մի քանիսին ավելի քիչ քան մեկ ամսվա, բայց այնտեղ տեղափոխվում են թիմերը։ Բայց այդ հարցի շուրջ էլ կուզեի խոսել, ներկայացվում է կառավարությամբ երկրորդ մրցաշարը աշխարհում։ Մենք չենք այսպես FIFA-ն է ասում դա։ Բայց դա այդպես չէ, այդ դե ֆակտո։ Դե ֆակտո FIFA-ի երկրորդ մրցաշարն է։ FIFA-ն կարևորությամբ իր երկրորդ մրցաշարը համարում է երիտասարդական անցկացնում սեպտեմբեր-օկտեմբեր ամիսներին պարմանական։ Այո, սկսում է պատոհանի ժամանակ։ Հիմա գիտեք, որ FIFA-ի երկար պատոհան կա։ Այս տարի սկսել է պատոհանը 20-ին եւ ավարտվելու է հոկտեմբերի 10-7-ին։ Մոտավորապես մի քանի օր էլ պատոհանին ավելացնում է եւ անցկացնում է այդ ժամանակ։ Բայց ֆուտբոլիստներ կան, որոնք չեն գնում, չէ՞, այսինքն ֆուտբոլիստների համար առաջնահերթություն չէ, ինչով 20-րդ աշխարհի առաջնությանը մասնակցել է։ Իմ տպավորությամբ միշտ առաջնահերթություն է եղել շատ ֆուտբոլիստների համար, որովհետև ես ինչքան հիշում եմ, բոլոր հանրահայտ ֆուտբոլիստները, Մեսսից սկսած Պոլ Պոգբա եւ այլն, դուք շատ հետ գնացիք, հիմա մի փոքր փոխվել է։ Յամալը հաստատ չի գնա մինչև 20-րդ հավաքական։ Յամալը 16 տարեկանից խաղում է ազգային հավաքական։ Մենք այսօր նայում ենք միասին այս 19 տարեկանների Հայաստանի 19 տարեկանի առաջնության մասնակիցների ցանկը։ Բազմաթիվ հանրահայտ ֆուտբոլիստներ այսօր եկել էին Հայաստան եւ խաղում են։ Առավել եւս խոսքը 20 տարեկանների աշխարհի առաջնության մասին է։ Առավել եւս։ Եվ սա մի իրադարձություն է, որը ես շատ པարզ տպավորությունից ես համոզում եմ, որ դա կարևոր է, մեզ համար դա քննարկման առարկա չէ FIFA-ի համար, որովհետեւ այս process-ը այսքան դժվար տևեց, որովհետեւ Քաթարից բացի, դու գիտեք, որ Քաթարին մեծերի աշխարհի առաջնություն տվե, երիտասարդական աշխարհի առաջնությունը երբևէ Հայաստանի ու Վրաստանի նման փոքր երկրներում չի անցկացվել։ Երբևէ։ Պատմության մեջ երբեք Հայաստանի եւ Վրաստանի կարգի փոքր երկրներում աշխարհի առաջնություն չի չհաշված Քաթարը։ Մեկ անգամ անցկացվել է Նոր Զելանդիայում, որը եթե չեմ սխալվում 5.6 միլիոնանոց երկիր է։ Սա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք ստանալ, եւ մենք դա ստացանք, որովհետեւ մենք որոշակի պարտավորություններ վերցրեցինք մեզ վրա եւ խոստացանք, որ այդ պարտավորությունները կկատարվեն։ Նաեւ մենք բավական վստահելի գործընկեր էինք UEFA-ի եւ FIFA-ի համար եւ UEFA-ն այս process-ում ես պետք է նշեմ բազմա կողմանի մեզ աջակցել է։ Բազմա կողմանի եւ UEFA-ն մեզ երաշխավորել է, որ Հայաստանը Վրաստանը կարող են անցկացնել, որովհետեւ մենք անցկացրել ենք 19-ներ ֆուտզալի Չեմպիոններ լիգայի 4 եզրափակիչը Վրաստան անցկացրել է երիտասարդական, Եվրոն, որ իհարկե փոքր ծավալ է 8 թիմ է, հաշվենք հա 19-ների ծավալ է, բայց ամեն դեպքում շատ որակյալ առաջնություն է անցկացրել, ես եղել եմ եւ այնտեղ ամեն ինչ հիանալի էր անցկացված եւ այդ ամենից հետո UEFA-ները երաշխավոր եւ բազմաթիվ խոստումներ ընթացքում եւ աշխատանք մենք կատարել ենք եւ մարդիկ տեսել են, որ մենք վստահելի գործընկեր ենք։ Այդ իսկ պատճառով առաջնությունը ես կարծում եմ բավական մեծ տոնի է վերածվելու, ծանրագույն իհարկե աշխատանքներ կան միջև դա պետք է բազմաթիվ բաներ անել, բայց ես կարծում եմ մեր տրամադրվածությունը, կառավարության տրամադրվածությունը շատ դրական է, ամեն ինչ կանենք եւ շատ մեծ իհարկե շտկումներ, ես շատ բան չեմ կարող ասել, որ շտկումներ ու հստակեցումներ կլինեն այն բանից հետո, երբ որ արդեն FIFA-ի հանձնախումբը կգա, տեղում կնայի, սկսած հյուրանոցներից, ճանապարհներից, օդանավակայ ամեն ինչից, հա,
եւ արդեն կկազմի ցանկ, որով մենք պետք է աշխատենք։ Ստադիոնների թեման փակելով Ջևան Չելյանցն ասում էր, ես կասկածում եմ, որ կանցկացվի այդ առաջնությունը Հայաստանում, որովհետեւ վստահ չեմ, որ ստադիոնները կհասցնեն կառուցել։ Կա նման վտանգ։ Ես բացարձակ չեմ պատրաստվում Ջևան Չելյանցին անդադ պատասխանել, որ անընդհատ չէ։ Նախ չէ նման վտանգ չի։ Ես հարցացնում չեմ ուզում որակումներ այդպես է։ տալ նման ասացին, բայց ես շատ ուղիղ ասում եմ, որ նման վտանգ չի։ Շատ լավ։ Մենք չունենք 20-րդ ազգային հավաքական որպես այդպեսին, երբ ենք պատրաստվում ձևավորել եւ երբ այդ հավաքականին մենք կտեսնենք խաղի մեջ։ Հիմա եկանք հետաքրքիր հարցերին, խոսքը 20-երի հավաքանի մասին, այսօր եթե մենք 20-երի հավաքանը ձևավորենք, Չի լինելու այդ հավաքականը, բայց մենք միևնույն է ուզում ենք ձևավորենք եւ կարծում եմ օգոստոսին մենք մի հատ ընկերական մրցաշարի կմասնակցենք, լրացուցիչ կհայտենք հիմա պայմանավորությունների փուլում ենք, հենց U20 որպես եւ մենք արդեն ծրագիր ենք պատրաստում, արդեն մի քանի հավաք արել ենք եւ մենք հիմա աշխատում ենք, դուք գիտեք, վաղուց ենք աշխատում, բայց հիմա առանձին աշխատում ենք երիտասարդական հավաքականների համակարգի եւ զարգացման մասով Double Pass ընկերության հետ, մի քանի օրից Double Pass ընկերության ներկայացները կգան, մենք գործարկելու ենք ծրագիրը հուլիսի 1-ից, սկսելու ենք աշխատանքները, ներգրաված են բոլոր մեր մարզիչները, սկսած ազգային հավաքանի մարզիչից տեխնիկական տնօրենով 21 տարեկանների մարզիչը եւ մեր գործընկերները Double Pass-ի միասին բոլորս, ոչ թե նրանք, մենք գծելու ենք ծրագիր, հստակ նախանշելու ենք առաջնահերթությունները, զարգացման տեմպերին ենք հետևելու ֆուտբոլիստների։ Իհարկե այստեղ նաև ֆինանսական հարցեր կան, Double Pass-ի խնդիրը մենք լուծել ենք մեր ծրագրերի միջոցով եւ ֆինանսների միջոցով, բայց կա ֆինանսական կոմպոնենտ, որ դուք հասկանում եք, որքան շատ խաղ, այնքան ավելի արդյունավետ, այնքան շատ ֆինանս է պետք, բայց խաղերը պետք են եւ ամեն դեպքում դա պետք է արվի եւ մենք իհարկե ստանդարտ կերպով չենք պատրաստվելու նրան ինչ որ սովորաբար մրցաշարին պատրաստվելու ենք։ Գամած չի տեխնացու թե դեռ ոչ։ Իհարկե ոչ, հիմա մենք չենք կարող խոսել այդ մասին դեռևս, բայց մենք Դե որ օգոստոսին մասնակցենք մրցաշարին։ Չէ, այդ 20-ները կամ այդ մարզիչը չի նշանակել, որ ինքը լինելու է մարզիչը մյուս տարիքային խմբի։ Մենք ուղղակի որպես փորձ անել ենք 20-ների հավաքականից ստեղծում, բայց բնականաբար ոչ մի մարզիչ այսօր եւ մենք չգիտենք ով է լինելու 20-ները եւ մենք մարզչի մասին դա մարզիչը չի կարևոր, համակարգն է կարևոր, ինչպես է այդ համակարգը աշխատելու, ինչպես ենք մենք քայլ առ քայլ շարժվելու դեպի այդ առաջնություն, որ պահին ենք արդեն նշանակելու այն մարզչին, որը վերջում 29 թվականին կգա եւ կլինի այդ մարզիչը եւ հիմա մենք ոչինչ չենք կարող ասել։ Մարզիչներ կան կարող են մեծ առաջընթաց ապրեն եւ այլն։ Հիմա կարևորը ստեղծել համակարգ եւ որը կաշխատի եւ մեզ կտանի դեպի դա, սկսած նրանից որ ֆուտբոլիստների անհատական զարգացումն ենք հետևելու, որովհետեւ ամենք չգիտենք որ թվականի ֆուտբոլիստները ավելի այնտեղ 1-2 տարին կա տարբերություն, բայց այդքան մեծ չի։ Կա իհարկե հասկանում ենք որ այսօր էլ երիտասարդական հավաքն երբ մեր մոտ 6-7 թվերը կամ 4-երի դեմ այլ երկրներ օրինակ տարբերություն կա, բայց միևնույնն է դա ահռելի չի տարբերությունը եւ մենք ակնկալում ենք որ մենք ունենանք ոչ միայն այդ թվականին ծավալը նաև ավելի փոքր։ Դրա համար այս մասը երբ որ արդեն վերջական քննարկում լինի, մենք խոսենք Double Pass-ը, մենք ծրագիրը կներկայացնենք, ավելի առարկայական կխոսենք այդ մասին եւ այո, աշխատանքը տարվում է, մենք երբ արդեն վերցնում ենք աշխարհի առաջին, մենք հասկացանք, որ մենք այսպես ֆավորիտների ցանկում ենք, մենք արդեն սկսեցինք մեր պայմանավորվածությունները Double Pass-ի, որ այստեղ մարզական տնօրենների դասընթացեր արի եւ ավելի խորացնենք, ավելի իրենք կան, ավելի առարկայական մեզ հետ քննարկել։ Շատ լավ, ուսում մենք աշխարհի առաջությանը պարզապես չենք մասնակցի, այլ գոնե ինչ որ ճանապարհ կարողանանք անցնել, կաստինգների նման չի լինի։ Ամենայն դեպս ամեն ինչ պետք է անենք, որ այդպես չլինի։ Գանք Արմեն Նիկոլոսյանի հրաժարականին, դա չգիտեմ որքանով էր սպասելի ֆուտբոլային հանրության համար թե ձեր համար, բայց ամեն դեպքում այդպեսի պահանջ կար երկար ժամանակ։ Դուք ասեցիք պահանջ կար Արմեն Նիկոլոսյանի հրաժարականի։ Ղեկավար անձանց հրաժարականի նաև ֆուտբոլային հանրության կողմից դա ձեզ համար անակնկալ էր։ Չէ, անակնկալ էր, որ դուք ասեցիք Արմեն Նիկոլոսյանի հրաժարականի պահանջ կար։ Որ իմ հրաժարականի պահանջ կար, դա ես գիտեմ։ Նաև ասում էին Արմեն Նիկոլոսյանը եւ Արմեն Մելքբեկյանը պետք է հեռանան, գնաց Արմեն Նիկոլոսյանը, բայց չեմ կարծում շատ հեռու գնաց։ Հիմա կուզեմ հասկանանք նախ ձեզ համար անսպասելի էր այդ որոշումը թե ոչ, որովհետեւ ըստ
տրամաբանության նա պետք է պաշտոնավարել մինչև դեկտեմբեր, այդպես էր ասել եւ չէր առաջադրվելու։ Որոշեց հիմա գնալ։ Ինչու։ Դու կարդացել եք Արմեն Նիկոլոսյանի հրաժարան տեքստը։ Հիմա ես եթե սկսեմ մեկնաբանել այդ տեքստը, պետք է ասեմ նույն բանը, ինչ այդ տեքստում գրած էր։ Արմեն Նիկոլոսյանը ինքը բազմաթիվ անգամ հայտնել էր, որ վերջին իր ժամկետն է եւ չի պատրաստվում ինչ-որ բան անել գործկոմում առաջադրելու կամ փոխնախագահ մնալու անկախ ամեն ինչից։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ստացանք այդ աշխարհի առաջնությունը, որ Արմեն Նիկոլոսյանը ներգրավի այդ աշխարհի առաջնության աշխատանքներին։ Եվ ծավալը ինչ կանի եւ այլն մենք հիմա քննարկում ունենք, բայց արդեն Արմեն Նիկոլոսյանը զբաղվում է, ինչպես եւ ես, բայց արդեն զբաղվում է այդ աշխարհի առաջնության։ Սրանից ավել ասել կամ որ ինչ որ կապված է պահանջների հետ եւ այլն, ես նախ վերջին շրջանում ես պահանջ Արմեն Նիկոլոսյանի իրոք դրա համար սարմացած չեմ տեսել եւ երկրորդը սա աշխատանքային process էր, որը մենք արեցինք, որպեսզի գնանք հասնենք ինչ որ կետի, որովհետեւ շատ կարեւոր միջոցառում է, որտեղ Արմեն Նիկոլոսյանը, քանի որ արդեն նա դեկտեմբերից հաճեր պաշտոնավարել, հիմա այս հատվածում մեզ շատ ավելի պետք էր։ Այսինքն խնդիրը ոչ թե այն էր, որ Արմեն Նիկոլոսյանը կարծում էր, որ այլ մարդ կարող է տեղում ավելի լավ իր գործ անել, այլ պարզապես աշխարհի առաջնությանը կցվելու այսպես ես հիմա մի հարցով կպատասխանեմ, որ չմեկնաբանում եմ, հաստատ Արմեն Նիկոլոսյանը ժամանակ կունենա ինչ որ մի բայ այդ հարցին պատասխանել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Այդ մարդուն ընտրում են եւ ընտրում են մարդիկ ակումբները, ոչ թե ես։ Ես ընդհանրապես առաջարկում եմ ակումբներ։ Իմ մասով ոչինչ չի փոխվել, բնականաբար մենք քննարկել ենք այս որոշումը միասին եւ այդ որոշումը կայացվել է։ Եվ դա ընտրովի պաշտոն է։ Եվ երբ որ գա դեկտեմբերը եւ ընտրեն ինչ որ մեկին, ընտրություններ լինեն, կընտրեն այն մարդուն, ում որ կընտրեն։ Իսկ մինչև դեկտեմբեր փոխնախագահի պաշտոնի տեխնացու կա։ Մենք 4 ամիս ունենք եւ փոխնախագահին ընտրում է ժողովը։ Երբ որ գա հերթական ժողովը, այնտեղ կընտրվի նոր նախագահ, նոր փոխնախագահ, նոր գործ կա։ Այսինքն այս ընթացքում թափուր է մնալու այս 4 ամսվա ընթացքում։ Գանք ընտրություններին դեկտեմբերին կլինեն եւ շատերի անունները պես թե ծածուկ թե բացեի ամենահետաքրքիր հարցն է, չէ՞, սա հարցազրույցը դրա համար։ Բոլորը դնենք մի կողմ եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի Հակոբ Սիմիցյան, Սիսակ Գաբրելյան, Մխիթար Հայրապետյան այս ցանկին իդեպ նրանք ասում են, որ չեն ցանկանում, բայց ամեն դեպքում նրանց անունները շրջանառվում է։ Կա Արմեն Մելիքբեկյան անունը։ Ինչ անուն ասես ես վերջին 7 տարում չեմ լսել, անկեղծ ասած, յուրաքանչյուր մարդ կարող է հավակնել, դա խնդիր չի եւ ես հավատում եմ, երբ մարդիկ ասում են մենք չենք հավատում, ես հավատում եմ, բայց ես այս բան չեմ մտածում ընդհանրապես ընտրությունների մասին, որովհետեւ ունենք բազմաթիվ երկար աշխատանք միջև ընտրությունները եւ ես մտադրություն չունեմ առաջադրվել։ Ես ասում եմ շատ པարզ հիմա եւ շատ նաեւ ուղիղ ասեմ, որ մինչև ընտրությունները մենք ունենք այնպիսի ծավալի աշխատանք նույն 20-ներով, հա, շատ կարևոր, որ այսօր նստել խոսել ով կառաջադրվի ընտրություններին, ես սկսեմ իմ վարկածները ասել։ Բայց շատ չէ, պարոն Մելիքբեկյան, այս շատ է հատվածը, շատ է։ 4-5 ամիսը շատ է։ Երբ որ մենք ունենք կարևորագույն իրը, բայց ես ասացի արդեն ինչ որ ասացի, հա։ Այս պահին ես ոչ այս պահին չեմ մտածում ընդհանրապես ընտրությունների մասին, եւ ես մտադրություն չունեմ առաջադրվելու։ Հիմա քանի որ ես սա ասացի, ավելին չեմ կարող ավելացնել եւ չեմ կարող այլոց փոխարեն խոսել ով կուզի առաջադրվել ով ինչ, որովհետեւ մենք ունենք աշխարհի առաջություն, մենք ունենք ազգերի լիգայի կարևորագույն փուլ, իսկ մենք երկար ճանապարհ ենք անցել բարդ ազգային հավաքանը, որ գանք այս ազգերի լիգայի փուլին եւ քայլ առ քայլ մենք վերջին խաղերի որակից եւ այլից տեսանք, որ այս մենք գնում ենք դեպի դրական կետ խաղի առումով, չնայած դուք նշում եք, որ մրցակիցները կարող են։ Չէ, հարցակող չունենք եւ չենք կարողանում կողոպտել։ Ուսում ես խալ բան չենք ասում, բայց դրան էլ կամաց կգանք եւ մենք գումարած ստադիոնների մենք երկու կարևորագույն նախագիծ միջև ունենք, հա մենք հասել ենք այն կետին, որ արդեն լինելու է Յուվենտուս ակադեմիայի բացումը օգոստոսի 29-ին, մենք մեկ այլ շատ կարևոր նախագծի մասին կհայտարարենք։ Ինչ Բենֆիկայի ակադեմիայի մասնախոս։ Գուցե կհայտարարենք շատ կարևոր նախագծի մասին եւ որոնք հայկական ֆուտբոլի առանցքի համար շատ կարևոր են։ Եվ այդ ամեն ինչը անելու պարագայում ես կհամարեմ, որ
բազմաթիվ բաներ չեն ստացվել, բազմաթիվ կարևորագույն բաներ, որոնք ֆունդամենտալ են ստացվել Հայաստանում։ Եվ այդ դեպքում առավել եւս արդեն կլինի մի շրջան, դες կարամ ամփոփել այդ շրջանը, երբ որ ես եղել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Բայց որ ասում եք քիչ ժամանակ է մնացել, չէ, շատ ժամանակ է մնացել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները ելնելու են դեկտեմբերին, դրանից որոշակի ժամկետ կա առաջ կհայտարարվեն տեխնացուների 30 օրը թե չէ։ Եվ սա ոչ միայն խոսքը ոչ միայն նախագահի ընտրությունների մասին է, ձևավորվել է գործկոմ, անկախ ամենից կլինի նոր գործկոմ, որովհետև կան մարդիկ, որոնք նոր կլինեն գործկոմ, կան, որ գուցե եւ հին կլինեն։ Ակումբները կընտրեն այդ գործկոմը, որը կաշխատի որոշակի կերպով։ Այս ամեն ինչը, միջև այդ process-ը ես ասացի մի քիչ process-ներով։ Եվ հիմա եթե դուք ասեք ինչ ես դու մտածում, անգամ չեմ մտածել ով կարող է լինել տեխնացու ոնց են այդ ընտրությունները անելու, իրոք չեն մտածել, որ ասես ես չեմ մտածում, չհավատում, որ չեք մտածել։ Անկեղծ։ Ամեն դեպքում եթե կա նախագահ այս բանը ու անընդհատ անունները շրջանառվում, այսինքն դուք ուզում եք որ նախագահը սկսի, ասենք ինքը մտադրություն չունի, հա, առաջադրել, սկսի մտածել ում պատրաստի, որ իրանից հետո գա, ես նման բաներ չեմ։ Եթե քաղաքականության հետ ենք համեմատում, ոչ ֆուտբոլային քաղաքականություն, տեսեք, քանի ամիս առաջ արդեն հայտնի են այն ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, ովքեր լինելու իրենց առաջին համարները եւ այլն։ Կարևոր բան է, որ ով է լինի երբևէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ են ֆունդամենտալ փոփոխությունները, այսինքն մեր double pass-ի հետ աշխատանքը, global բոլոր ծրագրերը, աշխարհայացություն ծրագիրը չձախողվի։ Ասենք չորոշեն կուրսը փոխել կտրուկ, բայց ով կլինի, ինչ իրոք եթե դուք իհարկե կարող է հավատալի չհնչի այս, որ ես ընդհանրապես ինձ տարբերություն չկա ով կլինի։ Եթե ուզում եք չձախողվի, ուրեմն պետք է լինի մարդ, ով ծրագրով շարժվի։ Բայց ես ասեմ, որ անկեղծ ասած ես չեմ մտածել որևէ որ տեխնացուն այս տեխնացուն այդ հետացի եղել։ Մտադրություն չունեք առաջադրվելու, իսկ մտածում եք արդեն թե ինչով պետք է զբաղվեք հաշվի առնելով որ աշխարհի առաջնությունը կա, արդյոք դուք եք գնալու պարոն Նիկողոսյանի հետ նույն ճանապարհով։ Ես շատ զբաղվելու բան ունեմ հիմա։ Բացի վերջին այո, դա իրականում դա շատ կարևոր զբաղվելիք է, վատ բառ ասեմ։ Ես առաջին հերթին UEFA-ի գործկոմի անդամ, երկրորդ հերթին UEFA-ի երկու կոմիտեների փոխնախագահ եւ FIFA-ի մի կոմիտեի փոխնախագահ։ Եվ բացարձակ անհանգստանալու բան չունեմ զբաղվելու առումով, զբաղվածությունս բավական կարևոր կլինի եւ ես պատրաստվում եմ ֆուտբոլով զբաղվել։ Բայց ավելի շատ նրանով ինչ որ ավելի քիչ եմ զբաղվում հիմա։ Միջազգային իմ գործառույթներով եւ այլն։ Բայց այդ հատվածում կարծում եմ շատ կարևոր է որ ֆեդերացիայի հետ էլ կապը լինի։ Այսինքն ձեր օգուտը UEFA-ում կատարած աշխատանքով պրոյեկտվի նաև հայկական ֆուտբոլի վրա։ Նայեք, դա տենց չի աշխատում, որովհետեւ գիտեմ, որովհետեւ դուք միայն Հայաստանը չեք ներկայացնում։ Միանշանակ եւ ես երբ որ խոսում եմ UEFA-ում ինչ որ բանից, ես ունեմ հստակ դիրքորոշում։ Բոլորը գիտեն, որ ես ունեմ հստակ դիրքորոշում, հա։ Ես ունեմ կարծիք ֆուտբոլի մասին եւ UEFA-ի գործկոմում են ամեն դեպքում իրենք գիտեն, մարդիկ գիտեն իմ գործընկերները, որ ես ունեմ կոնկրետ կարծիք։ Ես ունեմ կոնկրետ կարծիք, որ մենք պետք է օրինակ եւ ես մասնակցել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների 24-30 ես մասնակցել եմ եւ ես ունեմ կոնկրետ կարծիք, որ մենք պետք է պահպանենք եվրոպական ֆուտբոլի մոդելը։ Առաջին հերթին մենք թույլ չպետք է տանք անգամ մտածել ամերիկյան մոդելին անցնելու համար։ Ամերիկյան սպորտի մոդելին, գիտեք, փակ լիգաներ, բաց լիգաներ եւ այլն։ Սա առաջին հերթին։ Մեզ մոտ պետք է լինեն բաց լիգաներ եւ ներքին առաջնություններում եւ եվրագավաթներում եւ այլն։ Երկրորդը, մարդիկ գիտեն, որ ես շատ հստակ ճատագով եմ այդ տարբերությունների նվազման մեծերի եւ փոքրերի։ Դա հնարավոր չէ օբյեկտիվորեն, որովհետեւ մեծ շուկաները հիմա բիզնես աշխատում է այլ տրամաբանությամբ, հա, նեոլիբերալիզմը նաեւ ֆուտբոլը ներխուժում եւ այլն։ Դա չենք խոսում տնտեսական ինչ որ կտորների մասին, բայց իրենք գիտեն, որ ներքին բաշխումների բոլոր առումներով բաշխումների առումով ես շատ կողմ եմ, որ այդ մեծերի եւ փոքրի տարբերությունները հնարավորինս չկան նվազեցնել։ Եվ ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Այսինքն իմ մոտեցումը արդեն այնպեսին է, որ Հայաստանին դա օգուտ է բերելու։
ասած, եթե մեզ հաջողվի ֆինանսների բաշխման առումով, նույն մրցաշարերի տեղաբաշխման առումով, հիմա օրինակ UEFA-ն ունի շատ լավ ծրագիր, որ փորձում է մրցաշարերը տեղաբաշխել շատ ավելի տարբեր երկրներում։ Բազմաթիվ մրցաշարեր U19, U17 կանանց առաջներ, որոնք չէին գալի Արևելյան Եվրոպա, Բալկաններ եւ այս կողմ, հա մեր կողմ հիմա արդեն գալիս են։ Դա շատ կարևոր իրադարձություն է։ Իհարկե հնարավորինս պետք է պատրաստ լինեն ենթակառուցված, բայց UEFA-ի տարբեր ծրագրեր, նույն հետրիկ ծրագիրը աջակցում է ենթակառուցվածքների զարգացմանը տարբեր երկրներում, նույն գումարն է տալիս բոլոր ֆեդերացիաներին։ Մեկի համար դա ոչինչ է այդ գումարը խոշոր ֆեդերացիաների, իսկ մյուսի համար այդ գումարը շատ մեծ գումար է ինչ որ բան կառուցելու, դաշտ կառուցելու առումով։ Եվ ամբողջ իմ գործունեությունը ուղղված է նրան, որ Հայաստանը եւ այլ նման երկրները շատ հստակ զարգացման հեռանկար ունենան։ Այսինքն ես կոնկրետ ներկայացնում եմ որոշակի խմբի շահեր, որը իմ կարծիքով դա եվրոպական ֆուտբոլի շահն է, իմ կարծիքով եվրոպական ֆուտբոլը այդպես է զարգանում։ Եվ բոլորը դա գիտեն։ Եվ երբ որ դու գնում ես, դու ուղղակի հենց այնպես չես ընտրվում, հա, երբ դու գնում ես հատկապես մի փոքր երկրից, որը տեսականորեն ոչ մի շանս չունի գործկոմի անդամ ունենալու, դու գնում եւ շատ կոնկրետ հարցադրումներ կան, հատկապես բրիտանական ասոցիացիաներն են այդ հարցադրումները անում։ Քո քաղաքականությունը ինչպիսին է, ում ես դու աջակցելու, ոնց է լինելու եւ այլն։ Եվ ըստ այդմ այո, եղել են ֆեդերացիաներ, որ ինձ չեն ընտրել ոչ նրա համար, որ դա ես եմ, այլ որովհետեւ իրենք համաձայն չեն նրա հետ։ Այո, եւ իրենք հիանալի եւ ուղիղ դա ինձ ասել են։ Մենք ես շատ հարգում ենք, բայց մենք համաձայն չենք, որ դու այսպես ես պատասխանում։ Մենք քնչեց հայտնի հարցազրույցում քիչ առաջ, որ դուք այսպես ասած այդ գործկոմի կազմ խցկվել եք, ոչ թե որտեվ շատ քիչ ձայներ եք հավաքել։ Ես շատ կուզեի, որ միշտ խցկվեին մարդիկ գործկոմի կազմ։ Ուղղակի իմ մոտակա մրցակիցը, որը կարող էր ընտրվել, ահռելի երկրի ֆեդերացիայի նախագահ էր եւ ինձ 8 ձայն քիչ է հավաքել։ Ահռելի մեծ երկրի ֆեդերացիայի նախագահ, բայց դրա մասին չխոսենք, խցկվել դեռ պետք է հնարավորություն ունել առաջադրվելու միջև խցկվելը, բայց մենք դրա մասին չենք խոսում, այդ իմ համար անլուրջ իրոք ծիծաղելի զրույց է, որովհետև UEFA-ի գործկոմը դա իրոք եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինն է, եւ մարտահրավերները եվրոպական ֆուտբոլի առջև շատ են ծառացել, եւ հավաքականների մակարդակով հիմա դուք տեսաք, որ հավաքականների ֆորմատը երկար քննարկումներից հետո ձևաչափի եւ մենք շատ ակտիվ մասնակցել ենք, բոլոր ֆեդերացիաները այդ հենց ուղիղ ֆեդերացիաներին կպնող հարցը շատ ակտիվ մասնակցել են եւ այդ ֆորմատը մի քանի տարբերակ UEFA-ի առաջարկած ֆորմատը երկար քննարկվել եւ ընդունվել է մի ֆորմատ, որը կարող է հետագայում որոշակի օգուտներ բերել նաեւ ֆինանսական ֆեդերացիաներին, որովհետեւ քանի գնում է ավելի դժվար է վաճառել իրավունքները, ավելի քիչ գումարներ են գոյանում եւ այլն եւ այլն։ Ես չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ հիմա մենք ամփոփում ենք ձեր կառավարման տարիները, բայց ամեն դեպքում չափանիշ, եթե վերցնենք, ո՞րն է ձեր աշխատանքի չափանիշը այս ընթացքում։ Դուք շատ հաճախ հենց կոնկրետ անձնավորված չասեմ, բայց ֆեդերացիան հավաքականի խաղն էր վերցնում չափանիշ, կամ գոնե տպավորությունն այդպեսին է, որ եթե հավաքականը լավ է խաղում, ուրեմն ֆեդերացիան լավ է աշխատում, բայց այդպես չպետք է լինի իրական։ Ես կյանքում այդ չափանիշը չեմ վերցրել, շատ ցավալի է, եթե տես տպավորություն ստեղծվել է իրոք, չնայած մենք հասկանում ենք, որ ի վերջո մենք ամեն ինչ անում ենք, որ ֆեդերացիան հավաքականը լավ խաղա, բայց չափանիշը դա չէ։ Իմ համար չափանիշը 3 կարևորագույն չափանիշ կա, հիմա ամփոփելու ժամանակը կգա, մենք ամփոփենք հավաքականի չափանիշները, որոնք հավասարական ամփոփենք, բայց կա շատ հստակ մի քանի չափանիշ։ Առաջին հերթին այսպես կոչված participation, մասնակցությունը։ Կարևորագույն չափանիշը, որ Հայաստանում Երևանից դուրս հատկապես կրկնակի անգամ ավելի շատ երեխա խաղում է ֆուտբոլ, մարզվում է եւ մասնակցում է Հայաստանի առաջնություններին։ Եվ կրկնակի անգամ շատ բնակավայրեր ընդունում են տարբեր տարիքային Հայաստանի առաջնության հանդիպումներ։ Սա մեկ։ Երկրորդը իհարկե պրոֆեսիոնալ ֆուտբոլում ներգրավվածության քանակը թիմերի։ Հիմա մենք ունենք 12 թիմ բարձրական խմբում եւ 17 թիմ, եթե չեմ սխալվում, որից 10-ը դուստերակումներ են, բայց 7-ը ոչ։ Մեծ շատ թիմեր փակվել են, չէ՞, այս ընթացքում։ Որն են փակվել։ Սևան օրինակ, Լորին, հետո Նորաբանկ,
Լեռնային Արցախ։ Լեռնային Արցախը չի փակ։ Դե գործունեություն ինքը անդադ գումար փնտրող թիմ է Դե այսպես։ հիմա կարծես թե գտել է եւ խաղում լեռնային։ Դուք ասացիք 3 թիմ եւ ես կասեմ քանի թիմ են բացվել։ Քանի թիմեր են բացվել։ Այս տարի էլ մի թիմ բացվեց, մյուս տարի էլ 2 թիմ է բացվել։ Բայց բացվել են բազմաթիվ թիմեր։ Արմեն 10 տարի առաջ Հայաստանի հարցում խաղում էր 6 թիմ բարձրացնում։ 6 Բայց խնդիրները ֆեդերացիայի հետ գրեթե մինիմալի էին հասնում իսկ մեզ մոտ այսինքն դուք ուզում եք քիչ թիմ որ ֆեդերացիան խնդիրներ չունենա։ Չէ, ֆեդերացիան ոչ թե ֆեդերացիան խնդիրներ չունենա, այլ ֆեդերացիան լուծի խնդիրները եթե կան։ Որ խնդիրները չեն լուծում։ Թիմերի հետ օրինակ թիմերը այն թիմերը որոնք բողոքում են մրցավարությունից բողոքելու են։ Եկեք երրորդ կետն էլ ասեք, անցնենք այդ թեմային։ Երրորդ կետը, որ բոլոր մակարդակներում մենք ֆունդամենտը լցնում ենք ֆուտբոլով։ Այսինքն մենք ունենք սիրողական լիգա։ Մենք ունենք կանանց ֆուտբոլ։ Մենք ունենք ֆուտզալ։ Այդ ամենը չենք ունեցել։ Սա կարևորագույն կետ է։ Ֆուտբոլը չի կարող մենակ պրոֆեսիոնալ ֆուտբոլից զարգանալ։ Աշխարհում պրոֆեսիոնալ ֆուտբոլը կազմում է բոլոր ֆուտբոլ խաղացող մարդկանց 0.2 կամ 3%-ը, դա FIFA-ի վերջին ցուցանիշն է։ 99%-ը, այսպես ասենք, սա սիրողական եւ մանկապատանեկան ֆուտբոլն է։ Այսինքն 99% ֆուտբոլից չեն դառնում, 1-2% են դառնում 98-99։ Եվ մենք ֆուտբոլը, երբ խոսում ենք ֆուտբոլի մասին, մենք պետք է հստակ ասենք, մեկ անգամ ասեմ, երկրորդը մենք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլի ֆեդերացիա չենք։ Եվ ինձ համար շատ կարևոր նաև իրադարձություն է, երբ որ Կիլիկիա սիրողական ակումբը, որին մենք աջակցեցինք, ամեն ինչ արեցինք, առաջին անգամ պատմության մեջ դուրս է գալիս, երբ որ մեր փախստականների, Հայաստանի հավաքականը գրավում է երկրորդ տեղը փախստականների առաջնությունում։ Ֆուտզալի հավաքականը մյուսը մենք դա չենք ունեցել։ Իհարկե մենք կարող ենք որոշում կայացնել այդ ամբողջ գումարները ինչ որ կերպ ուղեինք պրոֆեսիոնալ ֆուտբոլին մենակ բարձր։ Դա չի լուծելու հարցերը, որովհետև մեր ֆունդամենտը դատարկ է։ Մասնակցությունը քիչ է, մարզերը քիչ են մասնակցում ֆուտբոլին, քիչ էին մասնակցում։ Մենք պետք է լցնենք անդադ ֆունդամենտը։ Ես կարծում եմ, որ սկզբնական աշխատանքը այդ առումով իհարկե շատ ավելին, եթե ֆինանսական ռեսուրսներ ուներ ֆեդերացիան, շատ ավելին կաներ, բայց տնային աշխատանքը կատարել է, այդ ֆունդամենտի լցնելու աշխատանքը ստացվում է, մարզերում կան բազմաթիվ մարզային թիմեր, որոնք չեն խաղում առաջին կամ բարձրակարգ լիգայում։ Իրանք ունեն սիրողական թիմեր կամ մանկապատանեկան թիմեր, նրանք գործում են։ Նրանք կան։ Բազմաթիվ, մեկը չէ, երկուսը չէ, հա։ Հիմա դա շատ կարևոր է Հայաստանում, կան, չգիտեմ, բազմաթիվ թիմեր, Աղբյուրակը, Այկը, մյուսը, երրորդը, Վեդին, նրանք ունեն թիմեր, խաղում են Հայաստանի մանկապատանեկան առաջնությունում։ Դա կարևորագույն կետ է։ Այնտեղից մի ֆուտբոլիստ կգա պրոֆեսիոնալ ֆուտբոլ, թե 0 մի տարում, մյուս տարում 2, դա process է, որը ավտոմատ կսկսի արդեն գալ, բայց պետք է տարիներ, որպեսզի մենք դա լցնենք։ Հիմա եթե մենք խոսում ենք, ասում եմ, ամփոփելու ժամանակ կա, մենք ավելի թվերով խոսենք։ Իսկ եթե թվով 10 բառանոց համակարգով ինչքան դա ես չպետք է գնահատեմ։ Դուք ձեր գլխում ունեք, չէ՞, թիվը։ Երբեք չեմ մտածել 10 բառանոցով իմ աշխատանքը ինչքան։ Իրոք չեմ մտածել։ Հիմա դուք ասում եք բաներ, որոնք սխեմատիկ են եւ գծային։ Ես գծային չեմ մտածում։ Ես ուզում եմ պատկերը տեսնել։ Ես ուզում եմ պատկերը, ես ուզում եմ տեսնել Վարդենիսում, Կապանում եւ Բերթում կա ֆուտբոլ, թե չկա։ Չի եղել, կա թե չկա։ Կապանում կիսատ եղել է, փակվել է, հետո վերաբացվել է 2 թիմ, մեկը եկել է հիմա Երևան, մեկը կա եւ ակտիվ գործունեություն է ծավալում։ Վարդենիսում չի եղել ֆուտբոլ, հիմա կա, որը նաեւ Սևանում կա, եւ Բերթում չի եղել ֆուտբոլ, հիմա մանկապատանեկան թիմերը շատացել են, եթե 1-2-ն եղել է շատացել են, խաղում են Հայաստանի առաջ։ Օրինակ էլի, ես կոպիտ օրինակներ եմ բերում։ Խոսքը դրա մասն է, իհարկե կան նույն այդ առումով, որ ասում եմ շատացել են, եւ կան տեղեր, որոնք մենք դժգոհ ենք, ինչպես է զարգացումը կային։ Կան մարզեր, հիմա չեմ ուզում անուններ տամ, բայց դժգոհ է, բայց կան մարզեր, որոնք կա Աղթամարը, ակումբը, որի կանանց թիմը խաղում է առաջին լիգայում, ունի աղջիկների բազմաթիվ թիմեր Արագածոտնի մարզում, եւ հիմա մի օր եկեք միասին գնանք, մի քանի տեղ գնանք, ես ցույց տամ, դուք չեք պատկերացնում ողջավորությունը, ինչա ֆուտբոլը Արագած գյուղում, երբ որ մենք գնում ենք, տեսնում ենք այդ դաշտը, որը կա եւ հիմա այդ մարտիկ ներդրում են անում, որ աղջիկները ֆուտբոլ խաղան Արագածոտնի մարզում, դա իմ համար շատ մեծ ցուցիչ է։ Եվ ամենացավալին փակելով այս խոսակցությունը, որ միշտ խոշոր ակումբները ունեն հարցազրույց տալու, իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն, իսկ փոքր ակումբները զրկված են մեդիայից։ Եվ ես կարծում եմ,
Ես ոչ մի բողոք եւ պրետենզիա մեծայից չունեմ, կարողան ինչքանոց են քննադատել կամ քննադատական խոսքեր ռետրանսլյացիանել, խնդիր չկա, բայց եթե մի փոքր քննակ դաշտ մարզեր եւ տեսնեք եւ խոսեք այդ մարդկանց հետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի բազմաթիվ անդամներ եւ այդ բազմաթիվ անդամների շատերը բավական գոհ են ֆեդերացիայի աջակցությունից։ Հիմա եթե դուք գնաք եւ խոսեք եւ տեսնեք, բայց ես չէ որ պետք է իրենց ես չունեմ, հա, երբևէ չեմ ունեցել, կհաստատեն շատերը ինքնափիարվելու ցանկություն եւ ոչ։ Եվ եթե կան մարդիկ, որոնց հետ կարող խոսել, գնացեք խոսեք, տեսեք ինչ է կատարվում։ Եվ այո, Երևանը նախկինում շատ մեծ տոկոս էր կազմում հայկական ֆուտբոլի։ Հիմա մենք կամած գնում ենք մարզեր։ Հիմա մի քանի ծրագիր էլ կհայտարենք, ես որ ասում եմ ծրագրերը շատ կարևոր ծրագրերի մասին կհայտարենք շուտով նաև մարզային։ Եվ այդ մարզային ենթակառուցվածքները կարող է մի դաշտել, կարող է երկու դաշտ լինել։ Հա, կարող է վան թիմը ստեղծվել, որ ասում եք թիմերը փակվում են, շատերն էլ ստեղծվում են։ Վան թիմը կարող է ստեղծվել, չգիտեմ որ թվականից, 19 թվականին, 20 թվականին եկավ բարձրագույն խումբ, կամած այնքան երեխա հավաքեց, որ մենք աջակցենք, որ երկրորդ դաշտ իրենց կառուցել, որ երեխաների թիվը չպակասի։ Հիմա վատը լավ է, Չարենցավանում շատ բազմաթիվ երեխաներ խաղում են ֆուտբոլ։ Բազմաթիվ։ Երբ կունենանք Չարենցավանցի երեխա Վանում, դա երկրորդ հարցն է։ Դա արդեն մանկապատանեկան ֆուտբոլի պետք է առաջնային չէ դառնա, այն բայց սկսած երբ այդ երեխաները սկսում են զբաղվել ակումբի համար։ Հիմա բոլորը ասում են, ես մի անգամ ասում եմ ձեզ մոտ կարծեմ, մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուն ակումբն է, այո, վերջ։ Իր ակումբում ոնց կզարգացի մանկա։ Մենք կարող ենք տալ, սովորացնել, ամեն ինչ անել, բայց ինքն է վերջում իր մոտ են։ Հիմա դա արդեն ակումբի խնդիրն է, երբ ունի չէ Կրասնոդարը միտք ուներ, չէ 11 մի անգամ խաղաց 11 ակադեմիայի սաներով խաղա Ռուսաստան նորցան խաղաց մեկ անգամ խաղաց հիմա ունի 4-5 սամ որոնք խաղում են այդ թվում Սպերցյանը Սաֆոնը որոնք շատ հայտնի ֆուտբոլիստներ են դարձել իհարկե հնարավոր չի երևի 11-20-ով պետք Ատլետիկ Բիլբաոն չի Ատլետիկ Բիլբաոն է դանդաղ էր այդ process-ը փոխում առաջ միայն Ատլետիկի դպրոցի ֆուտբոլիստները կարող են հետո Բիլբաո քաղաքի հիմա բոլոր բասկերը հետո Իսպանիայից դուրս բասկերը բայց միևնույն է որոշակի սկզբում այդ իրենց փիլիսոփայությունն է սկզբունքը ворթեգրեն վատը լավը մենք չենք քննարկում հիմա ամեն ակումբ իր սկզբունքը ворթեգրում է բայց որ հնարավորություն տալ երեխաներին Չարենցավանում ֆուտբոլ խաղալ դա նաև ֆեդերացիայի խաղալ ֆուտբոլ ոնց ինչ այդ ակումբի պատասխանատվությունը մեր պատասխանատվությունն է այս ամեն ինչից ելնելով պետք է ասեմ որ մենք իրոք ունենք բավական խոստումնալից վիճակ այսօր մարզերում եւ ասում եմ մի օր եթե համաձայնեք ես շատ հաճախ եմ գնում գրեթե ամեն շաբաթ նստում ենք մեքենան միասին գնում ենք եւ չենք նկարում ոչ մի չենք անում ձեր համոզվելու համար թե ինչ է կատարում մարզում որ չեք տեսել ուղղակի տեսնեք թե մենք ինչ ունենք մարզերում ինչպես են այդ մարդիկ որ խոսում են հայկական ֆուտբոլի նվիրյալներ ինձ համար այդ մարդիկ մեծ նվիրյալներ են որոնք ինչ որ մարզի հերավոր կետում փորձում են ֆուտբոլ զարգացնել նվազագույն ռեսուրսներով ու այդ մարդիկ կան այդ մարդիկ նաև մեր ժողովի անդամ են ֆուտբոլային մարզ լավ սխալ կլինի ասել երևի թե ամեն դեպքում մենք գլխավոր կետերից մեկում խնդիր ունենք չէ Շիրակի մարզում ֆեդերացիա եւ եթե ասում եք կան անդամներ ֆեդերացիայի որոնք գոհ են տարբեր մարզերում եւ նրանց ձայնը լսելի չէ բայց կան անդամներ որոնք դժգոհ են եւ նրանք ինձ թվում է շատ ավելի բարձր ձայնի իրավունք ունեն որովհետեւ շատ ավելի մեծ ներդրումներ են բարձր ձայնի իրավունք չունեն ունեն նույն ձայնի իրավունքը դե յուրե այո բայց երբ անընդհատ ներդրումները ես միշտ դեմ եմ դրան հիշում եք կար մի հայտնի նախագահ որը հայտարարում էր որ Փյունիկը պետք է ունենա 5 ձայն եւ այդ մարտիկային որոնք դրան աջակցում են դա նույնն է ինչպես ասենք որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ունենա UEFA-ում 5 ձայն Հայաստանը 1 տարբերությունը գիտեք որն է որ դուք եք օգնում այդ մարզային թիմերին իրենք որպեսի ձայն իրավունք ստանան իսկ մյուս թիմերը որոնք ներդրումներ են անում իրենք իրենցով են ներդրում անում եւ իրենք ձայն իրավունք են վաստակում իսկ մարզային թիմերին որոնք որտեղ չկա ֆուտբոլ դուք եք օգնում ոչ մարզային թիմերը նույն Անդրանիկը այնքան ներդրում է արել այդ փոքր տեղը միայն Անդրանիկի մասին չի խոսքը բոլոր մարզերում դուք եք չէ՞ ստեղծում ֆուտբոլային պայմաններ թեկուզ հենց դաշտը
կան թիմեր, որոնք չեն ունեցել դաշտը ստեղծել են, իրենք սկսել են ենթակառուցվածքներ զարգացնել Հա, բայց իրենք ստեղծել են համար է ավելի դժվար, Urartu-ի համար է ավելի դժվար մի ենթակառուցվածք, մի ասենք լուսավորություն տեղադրել, թե մարզային ակումբի համար 400 միլիոն, $1 միլիոն արժողությամբ տրիբունա կառուցել։ Նայած ինչ սեփական, ինչ բյուջեով հիմնականում շատ փոքր բյուջեներով սեփականատեր են, որոնք իրանք այնքան են ֆուտբոլ սիրում, որ բայց դա ում մեղավորություն ավելի շատ են հաճախ ներդրում անում, քան մեր մեծ ակումբները։ Ավելի շատ խոսքը առաջին թիմի ֆուտբոլիստներին աշխատավարձ տալը չէ, խոսքը ենթակառուցվածքների մասին է։ Ռեալ ենթակառուցվածքների կառուցում շատ քիչ թիմեր են Հայաստանում արել երբևէ։ Ես ձեզ ուղիղ ասում եմ, ռեալ ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Իսկ մարդիկ նույն Վարդենիսում կամ Արագած գյուղում ենթակառուցվածք են կառուցում։ Իրենց համար ենթակառուցվածք են կառուցում։ Հիմա այդ լսելի, ես ասում եմ, այո, իրանք լսելի չեն, եւ իրենք ֆուտբոլի զարգացման մասնակից են, իրենք ունեն ձայնի իրավունք, չի կարող լինել, որ մի ակումբ ունենա 5 ձայն մեկը մեկ, դա բոլոր սկզբունքներին դեմ է, դա UEFA-ի հիմնական, այդ դեպքում Հայաստանն ու Գերմանիան, պատկերացնում եք, Գերմանիան քվեարկեր իր ձայնները 5, Հայաստանինը 1։ Ոչ մի համաձայն չեմ այդ համեմատությամբ։ Ոնց են տարբեր։ Նույնը որ UEFA-ն ցանկացած երկրում էլ ֆուտբոլային ենթակառուցվածքի մեջ ազդեցություն ունեցել է, չէ՞, ներդրում ունեցել է։ Այո։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրինակ պայմանական վերցնենք նոայի ենթակառուցվածքի մեջ ներդրում չունի։ Իսկ ում ենթակառուցվածքն էլ չունի բացի նոայից։ Urartu-ի համար ֆեդերացիան արհեստական հիմա 3 տարի առաջ ես եւ 4 տարի առաջ Ջևան Չելյանցը դաշտը բացեցինք։ Կարող եք բացել նկարները նայել արհեստական 2 հատ դաշտ, փոքր ֆորմատի դաշտեր, միջին ֆորմատի դաշտեր վերևում արեցինք եւ ֆեդերացիան է ներդրում արել։ Վանի համար ֆեդերացիան արել է, Ալաշկերտի համար այն փոքր դաշտարից, որ հիմա անցավ կրկին Urartu-ին։ Արարատի համար, Երևանի Արարատի համար արել է։ Նախկինում, որ ասում եք նախկինում ֆեդերացիա, նախկինում Փյունիկի համար, Urartu-ի համար, Արարատի համար էլի ներդրումներ արվել են Սարդարապատում ակադեմիան կառուցել եւ անհատույց իրավունք դրել, որտեղ ֆուտբոլ զարգացնել եւ զարգացնում են մարդիկ, ցույց տվեցին, որ դա շատ արդյունավետ ծրագիր էր։ Նույնը հենց հիմա բանակցում ենք եւ կարծում եմ շատ արդյունավետ ծրագիր կանենք նաեւ Շիրակի հետ Գյումրիում նորից։ Ստադիոնի թե ակադեմիայի ենթակառուցվածքների առումով այլ ակումբների հետ հիմա Շիրակի մարզում ծրագրեր կանենք, նույնը կանենք Տավուշի մարզում։ Բոլորի համար իհարկե մեկը ավելի շատ կարիքներ ունի, մեկը ավելի քիչ կարիքներ ունի, բայց ծրագրերը արվում են։ Նույն հիմա Սյունիքը օրինակ վերցրել է Սիսիանի դպրոցը, որը իմ օրոք չի դա եղել, կարևոր չի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել, Սիսիանի քաղաքապետարանի դերը, հիմա Սյունիքը վերցրել է, հիմա վերակառուցում է։ Հիմա օրինակ մի քանի օրից պետք է գնանք Սիսիան, տեսնենք ինչ կարող ենք վերակառուցել Սիսիանում, որպեսզի ավելի լավ, ինքը վատ դաշտ չի, նորմալ պայմաններ են այնտեղ, բայց ավելի լավ պայմաններ լինեն։ Խոսքս նրա մասին է, որ պարզ բան է ասում։ Ակումբները, որոնք այսպես կոչված փոքր ակումբներ, գերանտեսված է։ Ես UEFA-ում նման բան չեմ տեսնում։ Մեծ ֆեդերացիաները իհարկե չեմ տեսնում նման բան, մեծ ֆեդերացիաները կարող էին ամեն ինչ որոշեին։ Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, ամեն ինչ, որովհետև ամբողջ, ծավալի փողը իրենք են բերում մեծ մասամբ, գիտեք։ Բարձր չէ որ են բերում։ Իրենց համար են մեր հերոստայրավունքները, Հայաստան-Գերմանիա խաղի հերոստայրավունքը գնում են, որտեղ մենք վարը չեն կարող ջայլամի քաղաքացիություն վարել, ասել, մենք ծախեցինք, որովհետև մենք այդքան լավն ենք։ Ոչ մի երկիր չի կարող դա պարզ է, բայց այդ էկո համակարգի պատկերացումը կա, որ եթե չլինի Հայաստանը, Մակեդոնիան, Բոսնիան, մյուս թիմերը, այդ 5 թիմերի խաղը անհետաքրքիր կլինի։ Եվ դրա համար մենք բոլորս հավասար ենք որոշում եվրոպական ֆուտբոլի զարգացման հեռանկարը։ Շատ երկակի ստանդարտներով այս հարցը իրականում, օրինակ նույն եթե վերադառնանք Urartu-ի թեմային, հաստատ Urartu-ն կշարունակի իր գործունեությունը գրեթե նույն ձև, եթե չլինեին այդ երկու արհեստական դաշտերը։ Բայց այն ներդրումները, որոնք անում եք ինչ-որ մարզերում, եթե չանեիք, չէին լինի։ Այսինքն վատ է, որ եղավ վատ է։ Բայց այդ ակումբները որ կան, որ վանը կա, դա Urartu-ի համար է լավ։ Որովհետև այլապես մենք 6 թիմանոց առաջությունում խաղայինք։ Հիմա եթե դուք կողմ եք 6 թիմանոց առաջություն համարում եք, որ դա լավ է, դա ուրիշ։ Ինչ թվում է, այս բանի տարբերություն չկա 6 թե 12, որովհետև 6-ի հետևի 4-ի միջև տարբերությունը շատ մեծ է։ Կա տարբերություն։
Կա տարբերություն, եւ մեզ մոտ բազմաթիվ դեպքեր եղել, որ այն հետեւի 4-ը ձեր ասած միավորեն են խրել առաջին 5-ից։ Բազմաթիվ չէ, բայց հա դեպքեր։ Դա էլ ֆուտբոլն է։ Իսկ այդ դեպքում բանը Գերմանիայի մասին ինչ խոսենք, որ չեմպիոն առաջին տուրից բարձ է։ Բայց չի Դե Իսպանիան էլ Կաբո Վերդե չի հաղթում, բայց վստահ ենք, չէ, որ Իսպանիան շարունակել է ճանապարհը։ Ֆուտբոլը դրանում է գեղեցիկ, որ այդ փոքր ակումբները լինեն եւ խաղան եւ զարգանան եւ ամբողջ իմաստը է համակարգի համաչափ զարգացում հնարավոր չէ, մեկը շատ փող ունի, մեկը քիչ։ Բայց այդ վնաս չի բերում։ Ինչը։ Եթե շատ անհամաչափարի ու զարգացում։ Իհարկե, բայց այդ անհամաչափ զարգացմանը մենք կանգնել ենք այդ անհամաչափ զարգացման դիմաց։ Մեր առաջնությունը բավական կա, գործակիցներ կան անհամաչափ առաջնությունները, գիտեք ինչ առաջնություններ կան, որ այսպես են տարբերությունները։ Առաջնություններ կան, որ Լուդոգորեցը 10 քանի տարի չեմպիոն ան մեջ դառնում։ Դե Գերմանիայում էլ հիմնականում բավական դա շատ անհամաչափ չի այնտեղ։ Առաջինն ու մնացածն են անհամաչափ, այո։ Առաջինը ու մնացածը, բայց բոլոր առումներով Հայաստանի առաջնությունը այդպես չի։ Այդպես չի Հայաստանի առաջնությունը։ Դա լավ է, դա նաև ակումբների շնորհքն է, պետք է իհարկե դա ֆեդերացիան չի այդպես մենականում, բայց համատեղ իսկ դժգոհությունները միշտ կլինեն, եկեք այս հարցը փակելով շատ པարզ ասեմ։ Կա տեղ, որտեղ ակումբները գոհ են լիգայից, եթե լիգան է անցկացնում կամ ֆեդերացիայից, եթե ֆեդերացիան է։ Միշտ դժգոհ են, որտեղ բոլոր ակումբները մենակ պատկերացնում են իրենց հաղթանակը։ Բայց եթե անընդհատ խոսվում է այդ մասին, չկան չէ՞ տեղ անընդհատ ակումբները պայքարում են ֆեդերացիայի նախագահի կամ փոխնախագահի հրաժարականի դեմ կամ որ ակումբներն են 2-3 ակումբ անընդհատ ամենտեղ պայքարում են, Ռեալ ու Բարսելոնան անընդհատ պայքարում են Տեբասի դեմ։ Անընդհատ ամեն տարի տասնյակ տարիներ պայքարում են Տեբասի դեմ։ Ռեալը Տեբասի դեմ պայքարում արդեն բայց դուք 10 տարի չեք համեմատում Հայաստանը Իսպանիայի հետ, պետք է ինչ-որ մեր նույն մակարդակի երկրի առաջնությունը մարդկանց տեսանել լինի, որ ես հիմա ձեզ ասեմ երկար տարիներ պայքարում են Բուլղարիայի ֆեդերացիայի նախագահի դեմ, այդ օրինակը դուք չեք ընկալի։ Օրինակ, տեղեր կան, բայց այդ նորմալ է, բայց որ պայքարում են այդ բազմաթիվ ակումբներ աջակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Կարող եք հարցում անել։ Չէ, այդ գիտենք, տեսել ենք, բայց Նոան խնդիր ունի, Ուրարտուն խնդիր ունի, Շիրակը խնդիր ունի։ Շիրակի հետ խնդիրները եւ երկխոսությունը անընդհատ process-ում է, Շիրակի հետ ունենք process անընդհատ եւ հիմա դրական process եւ Արարատ Արմենիայի հետ խնդիր կար, հիմա չգիտեմ ինչ փուլում է։ Դե ամեն դեպքում լարված հարաբերություններ կար ֆեդերացիայի հետ, օրինակ, չէ, եւ բոլորի հետ կա, եթե ակումբներ ունեն դժգոհություն, դա հիմնականում նրանից է, դուք խոսում եք խոշոր ակումբներ միշտ եւ նախկինում Փյունիկի հետ կար, կարող եք ասել հիմա չկա դրա համար։ Բայց երբ որ մի թիմ ուզում է պարտադիր հեգեմոն լինել եւ այդ հեգեմոնիան չի ստանում, ինքը սկսում է բողոքել։ Սա པարզ process է, ես ոչ անվանական եմ ասում, որ ես գծային ես նայում եմ պատկերը, ասենց լայն պատկեր։ Այդ պատկերը տենց է ամենտեղ։ Իհարկե բոլորը ուզում են հեգեմոն լինել։ Խաղալ Չեմպիոններ լիգայում եւ այլն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ տեսանկյունից չի ապահովում ու չի ապահովելու որևէ մեկի հեգեմոն լինել։ Լինի Արարատ Արմենիան, Ուրարտուն թե մեկը։ Գալով էլի այդ թեմաներին ֆուտբոլի ֆեդերացիա ակումբներ չգիտեմ ինչ վերնագիր կարելի է տալ, բայց ամեն դեպքում խնդիրներ կան, Նոան ակադեմիան էր բացում իր եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ոչ մի ներկայացուցիչ չկար։ Այդ ըստ ձեզ նորմալ է։ Չէ, ես չկայի։ Որևէ ներկայացներ կային Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Մարզիչներ կային, տեխնիկական տնօրինությունից մարդիկ կային, հա։ Դուք հասկացաք ովքեր։ Դա Նոայի խնդիրն է, դա իմ խնդիրը չէ։ Դուք հրավեր չեք ունեցել։ Եթե չէ, Նոան պարզ ասաց, ես դա չեմ երկել։ Եթե Նոան չի ուզում ինձ տեսնել իր ակադեմիայի բացմանը, դա Նոայի խնդիրն է եւ ես դա ընդհանրապես իմ համար մեկնաբանության կարիք չկա։ Այլ ակադեմիաների բացմանը ինձ արդեն իսկ հրավիրել են մեծ հաճույքով։ Շատ լավ։ Եվ անընդհատ խնդիրներ երկրպագուական շարժումների հետ ոչ թե խնդիրներ, այլ պահանջներ, որ պետք է հեռանան եւ ներկայացվեց նաեւ Արմեն Նիկոլոսյանի հրաժարականի դիմումը ու դրանից զատ բնականաբար կա նաեւ ձեր հրաժարականի դիմումը։ Հիմա չգիտեմ այս հարցազրույցից հետո երբ
մարդիկ տեսնեն, որ դուք չեք պատրաստվում առաջադրվել, միգուցե ամեն ինչ փոխվի, բայց ամեն դեպքում, երբ խաղերի ժամանակ անընդհատ կան վանկարկումներ, Մելիք-Բեկյան հեռացիր, դուք ինչ եք զգում այդ բանին։ Անկեղծ ասած ոչինչ, որովհետև իմ դիրքորոշումը, իմ վերաբերմունքը ֆուտբոլին եւ երկրպագուական այդ խմբերի երկու վերաբերմունքը տարբեր է։ Մենք դա պետք է ընդունենք ու ացնենք առաջ։ Որովհետև եւ հիմա ես չէ, եւ հիմա որ դուք ասում եք ինձ անկեղծ, հիմա շատ բարձ բան եք ինձ ասում, որ այս հարցազրույցից հետո ինչ որ բան կփոխվի, ինչ պետք է փոխվի։ Դե շատերը կարծում են, որ դուք ելի առաջադրվելու եք։ Որտեղից այդ կարծիք, ես երբևէ, ես մի հատ խնդրում եմ։ Չէ, այտենց միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ։ Որևէ հանրային ելույթում միջև այսօր առաջին անգամ եմ ես այս թեմային կյանքում անդրադառնում, որևէ կետում ես ասել եմ, որ առաջադրվելու եմ կամ չեմ առա, կամ խոսել եմ այդ մասին։ Ընդհանրապես 2026 թվականի 21-րդ դարում այնքան շատ են ինսայդերական տեղեկությունները։ Դուք կարող եք շատ նեղ միջավայրում եք խոսել։ Ես անգամ իմ նեղ միջավայրում երբևէ չեմ ասել, որ առաջադրվելու եմ, երբևէ։ Հակառակը իմ նեղ միջավայրում ես հակառակն եմ ասել։ Հիմա անցնենք նրան, որ երբ ես ասում եմ ես չեմ մտածում դրա մասին, իրոք ես ժամանակ չունեմ մտածել դրա մասին, որովհետև կա մեծ անելիքների խումբ, որ ես պետք է անեմ։ Եվ հիմա, հա, ես հասկանում դուք ինչ եք ասում, անընդհատ իրավիճակ, ամեն օր մի հատ իրավիճակ ապավ, ամեն օր, դա պարզ է։ Ես հասկանում դուք ինչ եք ասում, բայց ինձ թվում է, ոչինչ չպետք է փոխվի մասերից կամ չասելուց։ Մարդիկ քանի տարի 1.5, 2, հա, երևի պահանջում են իմ հրաժարականը եւ պահանջում են իմ հրաժարականը, որովհետեւ իրանք իրենց պատճառներ ունեն դա անելու։ Իսկ ձեզ հետաքրքիր են այդ պատճառները։ Մենք խոսել ենք դրա մասին, անցել ենք այդ շրջանը, երբ խոսել ենք, հետաքրքրել այդ պատճառները, հասկացել ենք, որ ուղղակի մենք պետք է ընդունենք, որ մենք նույն կերպ չենք մտածում ֆուտբոլի մասին։ Վերջ։ Նույն կերպ ես համաձայն չեմ, իրենք համաձայն չեն ինձ հետ, ես համաձայն չեմ իրենց հետ։ Որովհետև նաև ես մարդ եմ, որը շատ հաշվետվողական է այն մարդկանց նաև, հա, ֆուտբոլային հանրության իհարկե, բայց նաև այն մարդկանց առջև, ովքեր ինձ ընտրել են։ Եվ ես պարբերաբար շատ հաճախ մարդկանց հետ, որոնք գուցե տեսանելի չեն նորից ասեմ, բայց ես շփվում եմ եւ ես այդ հարցը բարձրացնում եմ արդյոք ինչ որ բան կա, որ մենք պետք է անենք արդյոք պատճառներ կան եւ այդ շարժումներից եւ հետո եւ այդ ամեն ինչից հետո մենք խոսել ենք այդ մարդկանց հետ արդյոք եւ ես եթե չզգայի աջակցություն նաեւ ֆուտբոլային, հա, հանրության մեր անդամների կողմից ես չէի մնա։ Նախկինում չէիք մնա։ Հա, բայց այդ աջակցությունը եղել է եւ ես ասում եմ, եթե իրոք փորձեք հետաքրքրվել ավելի նեղ այն մարդիկ, որոնք ամեն օր աշխատանք են անում ֆուտբոլում, հա, ամեն օր դուրս են գալի դաշտ, ամեն օր ինչ-որ խնդիրներ են լուծում դաշտում, տեղական իշխանությունների հետ են համագործում, կառավարության հետ են համագործում, ՀՖ-ի հետ են համագործակցում, դա հեշտ գործ չի։ Այդ բոլորի հետ համագործակցել, ճիշտ լուծումները գտնել բոլոր հարցերի, այդ մարդիկ բազմաթիվ անգամ եւ բազմաթիվ մարդիկ ինձ ասել են, որ իրենց գոհացնում է իմ աշխատանքը, ինչ որ մարդիկ դժգոհ են, դա նորմալ գործընթաց է։ Եվ ես մի բան ասեմ, թե ազգային հավաքների ելույթները ավելի լավը լինեին այսօր, դա ընդհանուր ֆուտբոլում մեր աշխատանքի լավն ու վատը չէր փոխի։ Կփոխեր, ընկալումը կփոխվի։ Այո։ Ես բավական լավատեսորեն եմ նայում, հա, Գալիկ, ֆոլին, ազգերի լիգայի։ Ու այնպես չէ, որ մրցակից կա հիմա հեշտ ու դժվար։ Գիտեք, երբ որ մենք խաղում ենք Ֆարերներ Լատվիա Մակեդոնիա, մենք մտածում ենք, որ դա շատ լավ խումբ է։ 18 միավորանոց խումբ։ 18 միավորանոց խումբ չէ, բայց մոտավորապես մտածում ենք, որ այդտեղ կարելի է մի հատ 12 միավոր վաստակել 14։ Մենք վաստակեցինք այդտեղ 7 միավոր։ Համար մենք չենք խոսում։ Թույլ մրցակիցներ են մոտեցել հավաքականները հիմա իրար, այդ տեսանկյունից համաձայն։ Դրա համար մենք խոսում ենք նրանից, որ մեր հավաքականը, մեր եթե Մոլդովան կարող ենք ասել մի փոքր կարգով ավելի թույլ է, մի փոքր, բայց Ղազախստանի հավաքականը բավական ուժեղ հավաքական է, մենք բազմիցս վերջին տարիներին տեսել ենք։ Երբ ազգային հավաքականին գանք, գրեթե 1 տարի անցավ, ինչ Երեշե Մելիքյանը նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնում 10 ամիս, ու կարելի է ասել, որ այս ընթացքում նա քարտ բլանշ ուներ, եւ այդ քարտ բլանշի ժամկետն ավարտվեց։
carte blanche ուներ, բայց ինչ է նշանակում ավարտվեց carte blanche։ Եվ ինչ ավելի ճշգրտեմ, ինչ նկատի ունեք carte blanche ասելով։ Պորտուգալիայի 1-9-0-5-ը չասեմ ներվեց, բայց ընդունվեց։ Իհարկե բացասական է, բայց չխոսվեց այնպես, որ պետք է գնա, պետք է հեռանա, իհարկե էլի մարդիկ եղան, որ ասին պետք է գնա, բայց համընդհանուր կարծիքն այնպիսին էր, որ չէ, պետք է մնա ամեն դեպքում նորից սկսել ճանապարհը։ Դուք իմ կարծիքն եք հարցնում, թե համընդհանուր կարծիք։ Դե բնականաբար ձեր։ Հա, որտեղ համընդհանուր կարծիքը շատ լավ է այդպես եղավ, մենք ունենք պայմանավորվածություն։ Իհարկե ոչ մեկ չէր սպասում 1-9, բայց մենք ունենք պայմանավորվածություն, մենք գիտենք ուր ենք գնում, մենք գիտենք, որ մենք ամեն ինչ անել ենք, որ պատրաստ ենք թիմը գալի կասկել լիգային։ Եվ մենք գիտենք այդ կարևորությունը, ազգային լիգայի կարևորությունը Հայաստանի համար։ Հիմա ազգային լիգան այն վերջին կետն է, որ եթե հանկարծ այնտեղ էլի անհաջողություն եղավ, պարոն Մելիքյանը չի ունենա։ Ես հիմա չեմ կարող նման հարցերի պատասխան տալ, ես կարող եմ մի բան ասել։ Ես ունեմ վստահություն Եղիշե Մելիքյանի աշխատանքը, որովհետև ես տեսնում եմ եւ այս վերջին երկու ընկերական խաղերը չնայած այո մենք գոլ չխփեցինք, ինչպես ասում են, հա, լայն երկրպագուների շրջանում, բայց մենք տեսնում ենք տարբերություն, հա։ Եվ այդ մրցակիցներն են կարևոր։ Կարևոր են, նաև կարևոր էր, որ մենք չունենք, օրինակ Ղազախստանը գրեթե բացի մեկ ֆուտբոլիստից ուներ, իր կազմը մենք չունենք 2-3 կետում հիմնական ֆուտբոլիստներ։ Ընդունում եք, չէ՞։ Վահան Ստեփան, Սերգեյ Անկամուրաձյան, այդպես կան ֆուտբոլիստներ, որոնք մենք պետք կգային այդ ռոտացիայի մեջ, ֆինը շատ պետք է գալիս այդ ռոտացիայի մեջ, բայց ես ֆուտբոլային գնահատական չեմ տալիս, ասում եմ մարզչի հետ կապված, մենք ունենք վստահություն, որ մենք հասել ենք մի կետի, որտեղից հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու։ Ես հիմա լիարժեք Եղիշե Մելիքյանի վստահում եմ, ինքն էլ վստահ եմ, շատ մեծ վստահություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գուցե ինձ էլ իմ անձամբ աշխատանքում ինքը տեսնում եմ մեր աշխատանքը ինչպես ենք մենք աջակցում ոնց ենք ամեն ինչ անում մենք էլ ենք տեսնում որ անկախ արդյունքներից մարզչական շտաբը շատ մեծ ջանքեր է գործադրում եւ ներսում կա փոփոխություն դաշտում կա փոփոխություն եւ ես կարծում եմ որ այս ամեն ինչը բերելու է արդյունքի Մարզչական տեսանկյունից Ալեքսանդր Պետրակովն էր հարցազրույց տվել վերջերս, չգիտեմ կարդացել եք թե ոչ, բայց այնտեղ առանձին դրվագներ կային, որոնք հետաքրքիր կլիներ լսել ձեր մեկնաբանությամբ, որ կոնկրետ Միստերին Մակեդոնիայի խաղից հետո դուք մոտեցել եւ ասել եք, որ նա հեռացված է առանց հաջող անելու, առանց ոչ մի բանի, նա հավաքել է ճամպրուկներ եւ գնացել օդանավակայան հաջորդ օրը։ Այդ չգիտեմ ինչքանով է ճիշտ փաթեթավորված։ Մի փոքր սխալ է փաթեթավորված, չնայած ես շատ հարգում եմ Ալեքսանդր Պետրակովին։ Ես կարծում եմ բնականաբար, երբ մարզչին հեռացնեց որոշակի նեղացվածություն պիտի լինի, մենք խաղից հետո նստեցինք առանձին սենյակում, խոսեցինք, պայմանավորվեցինք, ես շնորհակալություն հայտնեցի նրան աշխատանքի համար, պայմանավորվեցինք ամեն ինչ, ընդհանուր միջև ֆինանսական հարցերը եւ Ալեքսանդր Պետրակովը հեռաց։ Հիմա որ հետ եք նայում ճիշտ որոշում էր։ Այդ բանը ես կարծում եմ այո։ Չէ, հիմա որ նայում եք ճիշտ որոշում էր։ Այո, ճիշտ որոշում էր։ Այդ հավաքականը կոշորաշոր պարտություններ չուներ, շատ լավ խաղեր ուներ, որակյալ ֆուտբոլ ուներ եւ արդյունք։ Բայց այդ պահին նախ մենք մեր արդյունքին չենք հասել, այսինքն ազգերի լիգայում մենք չենք գրավել առաջին տեղը, որը մեր նպատակն էր։ Եվ արդեն եկել էր մի իրավիճակ, որ կարծում եմ ոչ Ալեքսանդր Պետրակովը շատ լավ մարզիչ էր։ Ես ասում եմ 20-երի աշխարհի առաջնում հաղթանակը ինձ թվում է գոնե մի քիչ չափանիշ է Հայաստանի հավաքականի համար լավ կարող է շատ լավ մարզիչներ ոչ Հայաստանի հավաքականի համար չբռնի այդ սիներգիան տարածաշրջանային մարզիչ էր ինքը լավ մարզիչ էր եւ ես շնորհակալ եմ իրեն այդ աշխատանքի համար անկեղծ բայց այդ պահին ես կարծում եմ այդ որոշումը հասունացել էր բազմաթիվ պատճառներով բայց այն որ ես շնորհակալ եմ Ալեքսանդր Պետրակովին որ շատ որակյալ խաղեր են ունեցել բավական լավ վիճակ ենք ունեցել դա հաստատապես այդպես։ Եվ մի փոքր կանանց ֆուտբոլի մասին Հայաստանի առաջնությունում 4 թիմեր նախորդ մրցաշրջանում հիմա նոան է, չէ, միանալու։ Գուցե էլի թիմեր միանան։ Կանանց ֆուտբոլի զարգացումից դուք անդադ խոսում եք, չգիտեմ օրինակ նախախաղային ոչ թե ասուլիսին եք ներկա այլ Հայաստանի հավաքականի խաղին, դուք ես գիտեմ որ գնահատում եք կանանց ֆուտբոլը եւ փորձում եք օգնել այդ նորմալ է 4 թիմով առաջացնում տալը։ Չէ, շատ վատ է, բայց հետենք չէ գնացել, այսինքն եթե զրոական կետը վերստենք, ձեր զրոական կետը։ Իմ զրոական կետը առաջնություն չլինելն էր։
Հայաստանում չկար բայց մենք ունենք ավելի շատ թիմերով առաջնություն, հետո 2 տարի եղավ 4 թիմով առաջնություն, հիմա կավելանան թիմերը եւ ավելացում կլինի։ Այո, դա խնդիր է, որ վերջը ճիշտ հասկացեք, մենք ինչքան ներդրում անում ենք, իսկ մենք առավելագույն մեր հնարավորությունների չափով ներդրում ենք անում ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի մեջ, բայց ակումբներն մի փոքր պետք է աշխատեն։ Հիմա մենք բանակցում ենք ակումբների հետ կլինեն ակումբներ, որոնք կավելացնեն, Պարտադիր կետ դարձնելը դեռևս ոչ, բայց երևի կգանք դրան տրամաբանորեն, հա, բայց առաջին լիգան մեր մոռանում եք որ շատ թիմեր կան նաև առաջին լիգայում։ Խոսքը բարձրացնում դա շատ արդեն կտրուկ տարբերությամբ թիմերը։ Դրա համար առաջին 5 թիմը լավն են, վերջին 5-ը շատ թույլ են, այ խոսքը այդ մոտեցնելու մասին է, որ կարողանանք հիմա բարձրագույն խմբի թիմերը շատ տարբեր են առաջին լիգայի թիմերից։ Դրա համար 1-ի գալը, 2-ի գալը արդեն ստեղծում է մեծ արդեն իսկ կտրուկ տարբերություն կա ներսում։ Այդ բոլոր խնդիրները շատ առարկայական քննարկվում են միշտ եւ ինքնանպատակ չի։ Եկեք դարձնենք 8 թիմ։ Եկեք հանգիստ կարող եք 8 թիմ դարձնել, բայց ինչ կլինի 8 թիմ։ Կլինեն էլի 30-35 զրոներ, որն ենք առաջին տարիների առաջնություն ստեղծենք հոսքս 21-22 թվականին։ Հիմա որոշակիորեն այդ խաղերի քանակը կրճատվել է այդ մեծ հաշվով խաղերի եւ ես կարծում եմ, որ մի փոքր, հա, 6 թիմը իդեալական կլինի մեր համար։ Եթե մենք այս տարի կարողանանք 6 թիմի հասնել, դա կլինի իդեալական։ Հիմա ինչ վերաբերվում է, ես գնացել էի Ղազախստանի հետ խաղի։ Ես դա դրական էի ասում, որ ես հուսամ էլի, որովհետեւ նախախաղային ասուլիսներ ազգային հավաքանի ընկերական խաղում շատ են լինում եւ որովհետեւ դուք միշտ եղել եք հավաքանի ազգային հավաքանը միշտ գիտի, որ ես միշտ ամենտեղ լինում եմ, մարզումներին գալիս եմ, ակադեմիայում լինում եմ, բայց կանանց ընտրական փուլի հանդիպումը իմ համար շատ կարևոր է, այո։ Եվ ես այնտեղ եմ եւ մենք նոր մարզիչ ունենք, որը շտաբում էր աշխատում Արտակադեմյանի, դեպի այդ մասն պետք է ասեմ, այս տարի Արտակադեմյանը որոշեց հեռանալ Հայաստանի ակալից եւ ես պետք է անչափ շնորհակալություն նրան հայտնեմ այն աշխատանքի համար, որ ինքը արել է, ինչ վիճակում էր ինքը թիմը վերցրել, ինչպես մենք կարողացանք թիմ հավաքել, ինչպես կարողացանք սկսել հաղթել, ոչ ոքիներ խաղալ եւ դրսում հաղթել, հա, Բուլղարիայի նման թիմին օրինակ, ես շատ շնորհակալ եմ եւ իրոք երախտապարտեմ են աշխատանքի որ ինքը արեց, պատճառը նրանում էր, որ ինքը ուղղակի հասկացավ, որ պետք է փոխել, հա, մի փոքր ոլորտը, ոչ մի այլ պատճառ չկար այսինքն, հիմա Մարիամ Ստեփանյանն է, որը արդեն մի ոչ ոքի Ղազախստանի հետ խաղաց եւ կարծում եմ հետո պարտվեց Բելարուսին երկը, բայց սա սկիզբն էր, ես կարծում եմ մենք քայլ առ քայլ գալու ենք նրան, որ այսպես դեռևս ժամանակ առ ժամանակ ունենալու ենք որոշակի հաջող արդյունքներ եւ այլն մինչեւ գետային հաջողություններ։ Այո, մինչեւ որ ավելի սա էլ շատ երիտասարդ թիմ է, շատ բազմաթիվ մենք ունենք 2006, 2007 մի քանի ֆուտբոլիստ, ունենք արդեն 2008 ֆուտբոլիստ, որ խաղում է, ել չեմ խոսում 2000, 2001, 2, 3, 4 թվականի ֆուտբոլիստների մասին, որոնք շատ են։ 1-2 տարում կարծում եմ շատ ավելի մրցունակ կլինենք, արդեն երևում է, հա, որ խաղի ստրուկտուրան ամեն ինչը փոխվել է եւ մենք բավական լավ վիճակում ունենք աշնանային ընկերական խաղերից գերեվա, դա ես կարծում եմ։ Եվ ճիշտ է դուք ասացիք Արմեն Նիկողոսյանի մի օր կմեկնաբանի, բայց ամեն դեպքում մի հարցել ամենավերջում իր հրապարակման մեջ նշված էր, որ շատ անգամներ համաձայն չի եղել կայացված որոշումների հետ, բայց տպավորություն էր, որ դուք մի օրգանիզմ եք որպես աշխատում որոշումներ կայացման գործում ու դժվար էր համընդհանուր ֆուտբոլային հանրության պատկերացումների մեջ տեղավորել այն, որ Արմեն Նիկողոսյանի որոշ արծիքը քիչ է հաշվի առնվել կամ շատ հարցերում որոշումը չի համապատասխանել նրա կարծիքին, դա ինչպես կմեկնաբանեք։ Ամեն ինչ եղել է։ Այսինքն ոնց դուք մտածում եք, որ առավոտյան մենք արթնանում ենք ու նույն բաներն ենք մտածում։ Չէ, մեր հայացքները ֆուտբոլի նկատմամբ շատ տարբեր են։ Ու եղել են շատ դեպքեր եղել են, բայց ամենակարևորը որ գլոբալ հարցերում մենք համակարծիք ենք եղել ինչ պետք է անել ֆուտբոլի զարգացման համար եւ շարունակաբար մենք եւ վիճել ենք եւ համաձայնել ենք, բայց կարևորը որ մենք իմացել ենք որ այս կետերը խոսքը ավելի շատ ասում եմ Արմեն Նիկողոսյանը կմեկնաբանի եւ ինչ գրել է ես կարծում եմ շատ իր սրտից եկած, հա, խոսքերն է գրել, բայց ամեն ինչ հնարավոր է։
Հնարավոր է անհամաձայնություն, հնարավոր է համաձայնություն, ամեն ինչ հնարավոր է։ Նպատակին հասնելու ճանապարհների մասն է խոսքը։ Ոնց գանք այս նպատակին։ Նպատակը պարզ է։ Մենք էս պետք է զարգացնենք ինչպես է ավելացնենք մասնակցությունը, ունենանք ավելի շատ թիմեր, այս, ինչպես պետք է հասնենք դրան, որ շատ նմանատիպ հարցեր։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքյան, կարծում շատ հարցերի պատասխաններ տրվեցին, երևի թե շատերի համար սպասելի հարցի պատասխանը տրվեց, սպասենք ձեզ հաջողություն մինչև 20-րդ աշխարհի առաջացան կայացման ճանապարհին, եւս մեկ անգամ հուսում եմ մենք այնտեղ կտեսնենք հավաքական, որը պայքարի ինչ-որ բանի համար։ Ես վերջում ասեմ, ինձ մի քիչ մտահոգեց միայն մի բան, որ դուք շատ ավելի սկեպտիկ եք վերաբերում 20-րդ աշխարհի առաջացանը, քան իրականում պետք է, դա փայլուն միջոցառում է, որը շատ աջակցելու է նաև ֆուտբոլի զարգացման հաշվի առնելով, որ մենք այդ ծրագիրը դրել ենք եւ ընդհանուր առմամբ իրոք մենք ունենալու ենք ֆուտբոլային տոն։ Հավատացեք, դա կարևորագույն իրադարձություն է եւ հավատացեք, որ բազմաթիվ երկրներ շատ լուրջ ընկալում են ունեցել, եկել շնորհավորել են շատ հիացմունքով, զարմանքով, որ Հայաստանը ու Վրաստանը այդ առաջնությունը ստացել են եւ մի փոքր ձեր սկեպտիկ վերաբերմունքը կարծում եմ շուտով կփարատվի։ Շնորհակալ եմ։